Այդ երեկո, ըստ հին թատրոնի աշխատակիցներից մեկի պատմածի, հանդերձարան մտավ մի մարդ, որին ոչ ոք չէր սպասում։ Դուռը փակվեց այնքան մեղմ, կարծես ներս էր մտնում ոչ թե հյուր, այլ գաղտնիք, իսկ միջանցքում կախված լամպը երկար դողաց, լուսավորելով փոշոտ հայելին ու սեղանին թողած կարմիր շրթմերկի հետքը։ Ասում են, ներսից ձայներ լսվեցին, ոչ բղավոց, այլ ավելի սարսափելի բան, խուլ խեղդված խոսակցություն, երբ մարդիկ փորձում են չլսվել նույնիսկ պատերից։ Եթե այն ժամանակ այդ հանդիպման մասին իմանային, դահլիճում նստած հազարավոր մարդիկ, նրանք գուցե այլ աչքերով կնայեին բեմի վրա ժպտացող զույգին։ Ո՞վ էր այդ մարդը։ Ինչու էր եկել հենց ելույթից առաջ, եւ ինչու այդ երեկոյից հետո Արտաշես Ավետյանի աչքերում հայտնվեց հեռանալու սառը որոշումը։ Մենք այսօր չենք պնդելու այն, ինչ հաստատված չէ, բայց կքայլենք այն հետքերով, որոնք տարիներով մնացել են փակ դռների հետևում, որովհետև երբեմն ամբողջ մի լեգենդ քանդվում է ոչ թե սկանդալային հայտարարությունից, այլ մեկ լուռ այցից։ Մեկ ճամփրուկից եւ մեկ տոմսից, դեպի օվկիանոսի այն կողմը։ Հայկական էստրադայի այն տարիները, որ այսօր շատերը հիշում են արցունքով ու ժպիտով, իրականում փայլում էին այնպես, ինչպես հին լուսարձակները, վերևից ոսկի, իսկ ներքևում այրված մետաղի հոտ։ Դահլիճները լեփլեցուն էին, կանայք նստում էին իրենց լավագույն զգեստներով, տղամարդիկ ծխախոտի ծուխը թաքցնում էին ափերի մեջ, իսկ բեմ դուրս եկող զույգը կարծես խոստանում էր մի բան, որը իրական կյանքը երբեք չէր տալիս։ Արտաշես Ավետյան եւ նրա կողքին այն ձայնը, այն կանացի կերպարը, որ շատերի համար դարձավ տոն, հարսանիք, բաժանումից առաջ վերջին պար, հերու քաղաքից ստացված նամակ։ Նրանք երգում էին այնպես, որ մարդիկ հավատում էին, սերը կարող է լինել մաքուր, երկար, անքակտելի։ Հատկապես այն սերունդը, որ հետո պիտի անցներ 90-ականների մթության միջով, այդ երգերը պահեց ինչպես տաք հացը սեղանի վրա, ինչպես լուսանկարը պահարանի մեջ, ինչպես վերջին կապը մի ժամանակի հետ, երբ ընտանիքը դեռ չէր ճեղքվել Երևան, Մոսկվա, Լոս Անջելես, Գլենդել, Կրասնոդար ու անծանոթ սենյակներ։ Բեմում նրանց կողք կողքի կանգնելը մարդկանց համար սովորական կատարում չէր։ Դա ընտանեկան առասպել էր։ Այնպիսի մի պատկեր, որի մեջ հայ հանդիսատեսը ուզում էր տեսնել իր չկայացած խաղաղությունը։ Բայց հենց այդտեղ էր ամենախոր խաբկանքը, որովհետև այն, ինչ դահլիճը կոչում էր ներդաշնակություն, կուլիսներում հաճախ վերածվում էր լռության, հոգնածության, վիրավորված հպարտության եւ անասելի կախվածության։ Ասում են, նրանց շրջապատում միշտ կային մարդիկ, որոնք ժպտում էին դիմացից, բայց հաշվում էին ամեն ծափը, ամեն հրավերը, ամեն ռուբլին, ամեն արտասահմանյան հնարավորությունը։ Այդ մարդիկ չէին երգում, բայց որոշում էին, թե ում ձայնը երբ պիտի լսվի, ում անունը պիտի մեծ գրվի պաստառի վրա եւ ով պիտի մնա ստվերում, երբ լուսարձակները հանգչեն։ Արտաշեսը բեմում թվում էր խաղաղ, գրեթե արիստոկրատիկ, կոկիկ շարժումներով, զուսպ ժպիտով, այն տղամարդկային ձայնով, որը չպետք է ճչար, որպիսի հրամայեր ուշադրություն։ Բայց մոտիկից, ըստ հին երաժիշտերի հիշողությունների, նա կարող էր լինել սառն ու փակ։ Հատկապես այն օրերին, երբ խոսքը գնում էր ապագայի մասին։ Իսկ ապագան այն տարիներին արդեն գալիս էր ոչ թե ծաղիկներով, այլ վիզաների հերթերով, ծանոթների զանգերով, օդանավակայանի հրաժեշտներով եւ այն ահավոր նախադասությամբ, որից շատ հայկական ընտանիքներ կոտրվեցին. Ես գնում եմ, հետո կտեսնենք։ Այստեղ է սկսվում պատմության այն մասը, որը երկրպագուները երկար ժամանակ հրաժարվում էին ընդունել, որովհետև եթե դու մեծացել ես նրանց երգերի տակ, եթե քո նշանդրեքին հնչել է նրանց ձայնը, եթե քո մայրը սպասել է ռադիոյին, որ լսի հենց այդ դուետը, դու չես ուզում հավատալ, որ այդ փայլուն զույգի ներսում արդեն կային ճաքեր։ Չես ուզում հավատալ, որ մեկնումը կարող էր լինել ոչ միայն տնտեսական անհրաժեշտություն, այլ նաև փախուստ հարաբերությունից, պարտավորությունից, անցյալից, նույնիսկ սեփական անունից։ Հեռանալը 90-ականների Հայաստանում միայն ճամփորդություն չէր, դա երբեմն դատավճիռ էր, ընտանիքի համար, ընկերության համար, արվեստի համար։ Մեկը մեկնում էր ասելով, թե կվերադառնա, մյուսը մնում էր հավատալով, թե դա ժամանակավոր է, բայց ժամանակավորը ձգվում էր տարիներ, հետո դառնում ճակատագիր։ Այդպես շատ տներ կիսվեցին երկու աշխարհների միջև, եւ հայկական երգարվեստի գլխավոր դուետներից մեկի պատմությունը դարձավ այդ ազգային ցավի ամենախորհրդանշական, ամենանուրբ ու ամենախոցելի պատկերներից մեկը։
Արտաշես Ավետյանի մեկ տոմսը դեպի Միացյալ Նահանգներ, ինչպես տարիներ անց կասեին նրան ճանաչողները, պարզապես թղթի կտոր չէր։ Դա դուռ էր, որը փակվեց ոչ թե օդանավակայանում, այլ բեմի վրա, այն պահին, երբ հանդիսատեսը դեռ ծափահարում էր եւ չէր հասկանում, որ տեսնում է մի աշխարհի վերջին շունչը։ Այն տոմսը, որի վրա գրված էր մեկ անուն, ըստ էության ջնջեց երկու ձայնի համատեղ ճակատագիրը։ Եվ ամենադաժանը այն էր, որ մնացողը երկար տարիներ ստիպված էր ապրել ոչ միայն կարոտի, այլ նաև հարցերի հետ։ Ինչու նա գնաց միայնակ։ Ինչու չպահեց այն բեմական ու մարդկային կապը, որը այնքան մարդկանց համար սրբություն էր դարձել։ Արդյոք դա միայն կյանքի ծանր պայմանների հետևանք էր, թե կային ուրիշ, ավելի մութ պատճառներ՝ հիասթափություն, գաղտնի վիրավորանք, երրորդ մարդկանց հաշվարկ, գուցե մի խոսակցություն, որը երբեք չպետք է դուրս գար հանդերձանանից։ Եվ այստեղ պետք է հիշել այն լուռ այցելուին, որի մասին կիսաձայն խոսում էին ոչ թե թերթերում, այլ խոհանոցներում, թատրոնի միջանցքներում, մեքենաների մեջ, երբ վարորդները սպասում էին արտիստներին հերթական համերգից հետո։ Ոմանք ասում էին, նա երաժշտական աշխարհի մարդ էր, ով կարող էր կազմակերպել արտասահմանյան ելույթներ։ Ոմանք շշնջում էին. ոչ, նա ընդամենը միջնորդ էր, այնպիսի մեկը, որը 90-ականներին հանկարծ հայտնվում էր բոլորի կյանքում ու խոստանում փրկություն, պայմաններով։ Իսկ մի քանի հին պատմություններում այդ այցելուի կերպարը ավելի վտանգավոր էր դառնում։ Մարդ, որը գիտեր ինչ-որ բան, որից Արտաշեսը վախենում էր։ Մենք չենք կարող այդ լեգենդը ներկայացնել որպես դատավճիռ, բայց հենց լեգենդներն են հաճախ պահում այն զգացմունքը, որը փաստաթղթերը չեն արձանագրում։ Եթե այդ այցը սովորական էր, ինչու հետո ըստ հիշողությունների Արտաշեսը քիչ էր խոսում։ Երկար նայում էր հայելուն ու կարծես փորձում էր սեփական դեմքին գտնել մի պատասխան։ Եթե դա ընդամենը աշխատանքային առաջարկ էր, ինչու շրջապատից ոմանք հետո տարիներով խուսափեցին այդ երեկոյի մասին խոսելուց։ Բեմում նույն օրը նրանք կարող էին երգել սիրո մասին, ձեռքերը պահել չափված հեռավորությամբ, ժպտալ այնպես, ինչպես ժպտում են մարդիկ, որոնք գիտեն, դահլիճը իրենցից երջանկություն է պահանջում։ Բայց միթե կարելի է անընդհատ խաղալ երջանկություն, երբ սրտում արդեն դրված է մեկնելու որոշումը։ Դահլիճը տեսնում էր զույգ, իսկ կուլիսները երկու առանձին ճակատագիր, որոնք դեռ ստիպված էին միասին դուրս գալ լույսի տակ։ Սոցիալական հակադրությունն այն ժամանակ հրեշավոր էր։ Մի կողմից ծաղիկներով բեմ, հեռուստատեսության տաք լույս, սրճարաններում նրանց երգերի տակ պարող նորապսակներ, ռադիոյով տարածվող ձայներ, որոնք մտնում էին ամեն տուն։ Մյուս կողմից ցուրտ բնակարաններ, կտրոններ, մթության մեջ վառվող մոմեր, ջրի համար հերթեր եւ արտիստներ, որոնք նույն մարդկանց պես մտածում էին, ինչպես փրկել ընտանիքը, ինչպես չկոտրվել, ինչպես չդառնալ մոռացված անուն։ Արտաշեսի շուրջ ձևավորվում էր արտագաղթի այն մթնոլորտը, որը շատերի համար թվում էր միակ ելքը։ Միացյալ Նահանգները, հատկապես Լոս Անջելեսի հայկական աշխարհը, հնչում էր որպես երկրորդ բեմ, երկրորդ կյանք, երկրորդ շանս։ Այնտեղ, ասում էին, կան ռեստորաններ, համայնքային երեկոներ, հարսանիքներ, պատվերներ, մարդիկ, որոնք պատրաստ են վճարել հայրենիքի ձայնի համար, որովհետև իրենք էլ հայրենիքից պոկված են։ Բայց այդ խոստման մեջ կար նաև թույն։ Ով մեկնում էր, հաճախ դառնում էր ուրիշ մարդ, ով մնում էր, հաճախ դառնում էր սպասող ստվեր։ Եվ եթե բեմական զույգի ներսում արդեն կային անտեսանելի պատեր, ապա Ամերիկայի խոստումը կարող էր դառնալ այն վերջին հարվածը, որից հետո ոչինչ չէր վերադառնա նախկինին։ Այդ ժամանակ արվեստագետի համար արտագաղթը միայն փող աշխատելու ճանապարհ չէր, այլ նաև վերադասավորում, ով ում է պետք, ով ում է պարտական, ով ում հետ է շարունակելու անունը վաճառել կարոտած սրահներին։ Իսկ եթե այդ ամենի հետևում կանգնած էր մեկը, ով համոզում էր, շտապեցնում, գուցե նույնիսկ վախեցնում, ապա հարցը դառնում է ավելի սարսափելի։ Որովհետև մեկ տոմսը երբեք միայն մեկ մարդու մասին չէ։ Այն միշտ հարց է տալիս մնացողին. իսկ դու ով ես իմ կյանքում։ Բեմական գործընկեր, հոգու ընկեր, առասպելի կես, թե պարզապես անուն պաստառի վրա, որը կարելի է փոխարինել, եթե օվկիանոսից այն կողմ ավելի շահավետ երեկոներ կան։ Այս պատմության ամենացավոտ հանգույցը հենց այդտեղ է։ Ժողովուրդը հավատում էր նրանց զույգին, իսկ նրանք, հնարավոր է, արդեն ապրում էին բաժանված օրացույցներով։ Մեկի աչքում ապագան հեռավոր ափին էր, մյուսի համար այստեղ։ Այն բեմում, որտեղ ամեն ծափից հետո ավելի ծանր էր դառնում մենակության զգացումը։ Եվ երբ գաղտնի այցից հետո սկսեցին շրջանառվել արտասահմանյան ծրագրերի մասին խոսակցությունները,
ով առաջինը հասկացավ, որ այս անգամ խոսքը հյուրախաղերի մասին չէ, այլ անդարձ ճանապարհի։ Տարիներ հետո մի մաշված աուդիոկասետ ըստ ընտանիքին մոտ կանգնած մարդկանց պատմածների հայտնվեց հին պահարանի խորքում, այնպիսի պահարանում, որի դռները բացելիս փոշին բարձրանում էր ինչպես վաղուց չասված խոսք։ Կասետի վրա ձեռագիր նշում կար. ձայնագրություն փորձից հետո, իսկ ժապավենի կողքը դեռնած ծրար էր, առանց հասցեի, անկյունում սեղմված մատնահետքերի նման մուգ հետքերով։ Ասում են, այդ ձայնագրության մեջ լսվում էր ոչ թե բեմական վստահություն, այլ հոգնած մարդու շունչ, կիսատ խոսքեր, մի կնոջ ծանր լռություն և մի նախադասություն, որը կարող էր քանդել պաշտոնական հեքիաթը։ Եթե դա հրապարակվեր ոսկե տարիներին, գուցե ամբողջ երկիրը կասեր. մեզ խաբել են։ Բայց ինչու այդ կասետը տարիներով չէր հայտնվում, ով էր վախենում դրա ձայնից և ինչ էր այնտեղ ասված մեկնելու մասին։ Այս հարցի պատասխանը գուցե հենց այնտեղում է, որտեղ փառքը դառնում է բանտ, իսկ երգը ապացույց։ Հին ձայնագրությունները խաբել չգիտեն։ Դրանք պահում են ոչ միայն ձայնը, այլ նաև այն, ինչ մարդը փորձում է թաքցնել՝ հառաչանքը, աթոռի ճռռոցը, բաժակի դիպչելը սեղանին, կարճ լռությունը, երբ մեկը ուզում է ասել ճշմարտությունը, բայց չի համարձակվում։ Եթե այդ կասետի մասին պատմությունները ճիշտ են, ապա այն վերաբերում էր ոչ թե երգացանկին, այլ այն ճեղքին, որը բացվել էր բեմական զույգի միջև շատ ավելի վաղ, քան հանդիսատեսը կսկսեր նկատել բացակայությունները։ Պաշտոնական պատմությունները սովորաբար մաքուր են լինում։ Ասվում է, ժամանակները ծանր էին, մարդիկ գնում էին, արվեստագետներն էլ էին փնտրում ապրելու հնարավորություն, և ոչ ոք իրավունք չունի դատել նրանց։ Դա ճիշտ է, բայց պաշտոնական պատմությունները չեն ասում, թե ինչ է զգում այն մարդը, որի կողքից հեռանում են ոչ թե մի օրով, այլ այնպես, որ վերադարձը դառնում է անորոշ խոստում։ Չեն ասում, ինչպես է նա հետո կանգնում նույն բեմում, երգում նույն տողերը և զգում, որ կողքի ձայն այլևս չկա։ Երբ հայկական ընտանիքները 90-ականներին բաժանվում էին օդանավակայանների դռների մոտ, բոլորն ունեին իրենց փոքրիկ պաշտոնական բացատրությունը։ Գնում եմ փող աշխատեմ, գնում եմ երեմեմ երեխաների համար, գնում եմ, որ հետո ձեզ էլ տանեմ։ Բայց քանի նամակ այդպես էլ չդարձավ վերադարձի տոմս, քանի հեռախոսազանգ ավարտվեց արցունքով, քանի կին մնաց պատուհանի մոտ, լսելով փողոցի շնևի ձայնը, և մտածելով, նա դեռ հիշում է մեր տունը։ Հայկական էստրադայի այդ դուետը դարձավ հենց այդ կոտրված խոստման գեղարվեստական մարմնացումը։ Ժողովուրդը նրանց մեջ տեսնում էր երկու ձայն, որոնք լրացնում էին միմյանց, բայց կյանքի դաժան շուկան նրանցից պահանջում էր ընտրություն։ Կամ մնալ հիշողության մեջ, բայց ապրել դժվարությամբ, կամ գնալ նոր աշխարհ, որտեղ կար կարոտի վրա կառուցված վաստակ, բայց չկար այն բեմական անմեղությունը, որը նրանց ստեղծել էր։ Արտաշես Ավետյանի շուրջ եղած խոսակցությունները հատկապես սուր դարձան, երբ սկսեցին պատմել, որ մեկնելու գաղափարը հասունացել էր ոչ թե մեկ օրում, այլ երկար ժամանակ։ Ըստ որոշ երաժիշտների, նրա մոտ հաճախ էին գալիս մարդիկ, որոնք խոսում էին Ամերիկայի մասին այնպես, կարծես այնտեղ արդեն պատրաստ էր նոր կյանք։ Սրահներ, հրավերներ, ծանոթներ, մեքենաներ, դոլարով վճարվող երեկոներ։ Այդ խոսքերը 90-ականների Հայաստանում հնչում էին ինչպես կախարդանք։ Երբ տանը ցուրտ էր, իսկ գրպանում անորոշություն, օվկիանոսից այն կողմ առաջարկվող բեմը կարող էր թվալ փրկություն, բայց փրկությունը երբեմն ունի ստորագրություն պահանջող ձեռագիր։ Եվ այդտեղ պատմության մեջ հայտնվում է այն կերպարը, որին հին աղբյուրները տարբեր անուններով են հիշում՝ միջնորդ, կազմակերպիչ, հովանավոր, երբեմն էլ պարզապես լավ մարդ, ով ուզում էր օգնել։ Սկզբում նա կարող էր թվալ հենարան, այն մեկը, ով ասում էր. «Ես կապեր ունեմ, ես ճանապարհ կբացեմ, ես ձեզ կհանեմ այս խավարից»։ Բայց այդպիսի մարդիկ երբեմն ամենավտանգավորն են լինում, որովհետև նրանց ժպիտը նման է ձեռքին պահած դանակի փայլին, տեսնում ես լույսը, բայց դեռ չես հասկանում սուր կողմը։ Մենք չենք անվանի այն մարդկանց, որոնց մասին փաստաթղթային հաստատում չկա, հատկապես երբ ոմանք կարող են դեռ ողջ լինել։ Բայց հայկական շոու աշխարհի կուլիսները հիշում են այդ տեսակը՝ մարդ, որը ոչ թե երգում էր, այլ ապրում էր ուրիշների ձայնից։ Նա գալիս էր ծաղկեպ ճնջով, խոսում էր հարգանքով, ձեռքը դնում էր արտիստի ուսին, իսկ հետո սկսում էր բաժանել. «Սա քեզ համար է, սա պետք չէ ասել, սա թող մնա մեր մեջ»։ Սա կարելի անել առանց նրա։ Այդպես է ծնվում բաժանումը։ Ոչ միշտ մեծ սկանդալով, ոչ միշտ բախումով, ոչ միշտ կոտրված ապակիներով։ Երբեմն այն սկսվում է մեկ թղթից, որտեղ անունները արդեն միասին չեն գրված։ Երբեմն մեկ զանգից, որի մասին մյուսը չի իմանում։
Երբեմն մեկ փորձից հետո արված խոսակցությունից, որը պատահաբար հայտնվում է մաշված կասետի վրա։ Եթե այդ կասետի մասին պատմողներն անկեղծ են, այնտեղ հնչել է մի տրամադրություն, որից պարզ էր, մարդիկ վախենում էին ոչ թե միայն բաժանումից, այլ նաև դրա հրապարակայնությունից։ Որովհետև հանդիսատեսի համար նրանք դեռ հեքիաթ էին։ Ով կհամարձակվեր ասել մարդկանց, ձեր սիրած դուետ այլևս նույնը չէ, բեմի ծաղիկների տակ սառույց կա, իսկ ժպիտների հետևում հաշիվներ են փակվում։ Այդ տարիներին հայ արտիստը ոչ միայն երգիչ էր, նա ընտանիքի անդամ էր, ռադիոյից եկող հարազատ ձայն, հարսանիքի սեղանի անտեսանելի հյուր, զինվորական ծառայության մեկնող տղայի մայրական արցունքի ֆոն։ Ու եթե այդպիսի մարդիկ բաժանվում էին, դա չէր ընկալվում որպես պարզապես մասնագիտական փոփոխություն։ Դա թվում էր դավաճանություն ամբողջ ժողովրդի հիշողությանը։ Արտաշեսի մեկնելու շուրջ ամենացավոտը հենց սա էր։ Այն ընկավ ոչ միայն գործընկերուհու, այլ նաև այն սերնդի նյարդի վրա, որը արդեն կորցնում էր հարազատներին սահմաններից այն կողմ։ Մարդիկ ասում էին, բոլորը գնում են, նույնիսկ մեր երգերն են գնում։ Եվ երբ դու լսում ես, որ սիրելի ձայնը հեռացել է, քեզ թվում է քո մանկությունն էլ է օդանավ նստել առանց քեզ հարցնելու։ Մյուս կողմում, իհարկե, կարելի է հասկանալ նաև նրան, ով կարող էր այն օրերին չմտածել փախչելու մասին, ով կարող էր չցանկանալ մի տեղ, որտեղ լույս կա, հոնորար կա, ջրուցում կա, հանդիսատեսը կարոտած է ու պատրաստ է ծափահարել մինչև ուշ գիշեր։ Բայց այստեղ հարցը ոչ թե գնալն էր, այլ ինչպես գնալը։ Մեկով, առանց բացատրության, առանց համատեղ ճակատագրի մասին վերջին խոսքի, թե այնպես, որ մնացողը չզգա իրեն թողված իրի պես։ Եվ հենց այստեղ կորած կասետի լեգենդը ձեռք է բերում սարսափելի նշանակություն։ Եթե այնտեղ, ինչպես պատմում են, հնչել է արտահայտություն, որից կարելի էր հասկանալ, որոշումն արդեն կայացված է։ Իսկ մյուս կողմին միայն պիտի հաղորդվի, ապա սա այլ պատմություն է։ Սա ոչ թե տնտեսական միգրացիայի պատմություն է, այլ մարդկային կապի լուռ քայքայում, երբ մեկը արդեն ապագայի մեջ է, իսկ մյուսը դեռ անցյալի հավատարմության մեջ։ Բեմական փայլը շարունակվում էր։ Հանդիսատեսը ծափահարում էր, ռադիոն կրկնում էր երգերը։ Հեռուստատեսային արխիվներում նրանց դեմքերը մնացին երիտասարդ, մաքուր, գրեթե անխոցելի։ Բայց իրական ժամանակում այդ դեմքերի տակ մարդիկ էին, հոգնած, վիրավորված, վախեցած, երբեմն էլ գայթակղված այն խոստումներից, որոնք կարող էին փրկել մեկին ու խորտակել երկուսին։ Այդ պատճառով հին կասետը, իրական թե լեգենդ դարձած, այս պատմության մեջ խորհրդանիշ է։ Այն հարց է տալիս մեզ, ինչին ենք հավատում մենք, երբ սիրում ենք արտիստներին, նրանց երգերին, թե այն պատկերին, որը մեզ հարմար է։ Եվ եթե վաղը ինչ-որ պահարանից դուրս գա ձայն, որտեղ նրանք խոսում են ոչ թե սիրո, այլ բաժանման գնի մասին, մենք պատրաստ ենք լսել այն մինչև վերջ։ Այս պատմությունը, սակայն, միայն երկու մարդու մասին չէր։ Ըստ կուլիսային հիշողությունների, շատ փոքր շրջանակ գիտեր, որ դուետի ներսում ամեն ինչ ավելի բարդ է, քան թվում էր դահլիճից։ Մի քանի մարդ, կազմակերպիչ, երաժիշտ, վստահված ծանոթ, գուցե նաև հեռավոր ազգական, տարիներով պահել էին այն լռությունը, որը թույլ էր տալիս բեմական հեքիաթին շարունակվել։ Նրանք գիտեին, թե որ համերգից հետո ով ում հետ չխոսեց, որ հյուրախաղի ընթացքում ով առանձին մեքենա նստեց, որ զանգից հետո ում դեմքը սպիտակեց։ Եթե ժողովուրդը դա իմանար այն ժամանակ, գուցե սիրո երգերը կսկսեին հնչել որպես մեղադրանք։ Իսկ ինչ շահ ունեին այդ մարդիկ պահել ճշմարտությունը, մինչև մեկ տոմսը դառնա անդառնալի փաստ։ Ամեն մեծ արտիստի շուրջ կա մի փոքրիկ խումբ, որը պաշտպանում է նրան, կամ թվում է, թե պաշտպանում է։ Նրանք գիտեն, երբ նա հիվանդ է, բայց պիտի բեմ դուրս գա։ Գիտեն, երբ նա կռվել է, բայց պիտի ժպտա։ Գիտեն, երբ գումար չկա, բայց հանդիսատեսը պիտի տեսնի փայլուն կոստյում։ Եվ ամենասարսափելին, նրանք գիտեն, երբ հարաբերությունը մեռնում է ներսից, բայց դեռ պետք է վաճառվի որպես հեքիաթ։ Հայկական էստրադայի այն ժամանակվա համակարգը շատ ավելի փակ էր, քան այսօր պատկերացնում ենք։ Չկային անընդհատ աշխատող սոցիալական հարթակներ, ամեն լուր չէր պայթում մի քանի րոպեում, իսկ բամբասանքը տեղափոխվում էր բերանից բերան, հանդերձարանից սրճարան, սրճարանից տաքսի, տաքսուց տուն։ Լռությունը հնարավոր էր պահել, եթե ճիշտ մարդիկ շահագրգռված էին։ Իսկ շահը միշտ էլ կար։ Համերգներ, հրավերներ, անուն, հեղինակություն, սեղանների շուրջ ասվող մեծ խոսքեր և այն վախը, որ սկանդալը կարող է փակել դռները։
Այդ փոքրիկ շրջանակի համար Արտաշեսի եւ նրա բեմական զուգընկերուհու կերպարը ոչ միայն արվեստ էր, այլ նաեւ միջոց։ Ժողովուրդը ուզում էր նրանց միասին տեսնել, ուրեմն պետք էր պահպանել պատկերը, թեկուզ պատկերի տակ մարդիկ արդեն իրարից հեռանում էին։ Եթե մեկը հանկարծ բարձրաձայն խոսեր ցավից, կարող էր վնասել բոլորին։ Եթե մեկը ասեր այլևս չեմ կարող, նրանք կհամոզեին՝ մի քիչ էլ, սա վերջին համերգն է, սա կարևոր հրավեր է։ Հետո կտեսնենք։ Այդ հետո կտեսնենք շատ հաճախ հայ մարդու ճակատագիրն է եղել։ Ասում են, նույն այդ շրջապատում կար մարդ, որին նրանք սկզբում վստահում էին։ Նա չէր երևում բեմի կենտրոնում, բայց երևում էր դռների մոտ, բանակցությունների ժամանակ, մեքենայի հետևի նստարանին, երբ որոշվում էր հաջորդ ելույթի տեղը։ Նա կարող էր բերել նոր զգեստի համար կտոր, կարող էր գտնել վարորդ, կարող էր կարգավորել հյուրախաղի հարցը, կարող էր ասել՝ մի անհանգստացեք, ես ձեր կողքին եմ։ Բայց հենց այդպիսի հենարաններն են երբեմն դառնում օծ կրծքի վրա, որովհետև նրանք ապրում են ուրիշի վստահությունից եւ կամաց-կամաց սկսում են տնօրինել այն։ Ըստ որոշ պատմությունների, այդ մարդը Արտաշեսին ավելի շատ էր խոսեցնում Ամերիկայի մասին, քան մյուսներին։ Նա հասկանում էր, թե որտեղ է արտիստի թույլ տեղը, հոգնածություն, ֆինանսական ճնշում, հիասթափություն, գուցե նաև ցանկություն ապացուցելու, որ ինքը կարող է լինել ավելին, քան դուետի մի կեսը։ Եվ եթե մարդուն երկար ասում ես, այնտեղ դու առանձին անուն կլինես, այնտեղ քեզ կգնահատեն, Այնտեղ դու կախված չես լինի ոչ մեկից։ մի օր այդ խոսքերը սկսում են հնչել ոչ թե որպես գայթակղություն, այլ որպես ազատության կոչ։ Այստեղ պետք է զգույշ լինել։ Մենք չենք կարող ասել, որ որևէ մեկը դիտավորյալ քանդեց այդ դուետը, բայց կարելի է հարցնել, ում էր ձեռնտու, որ Արտաշեսը մեկնի միայնակ։ Ով կարող էր շահել նրանից, որ հայկական բեմի համատեղ անունը բաժանվի, եւ օվկիանոսից այն կողմ հայտնվի առանձին ծրագիր, առանձին պայմանավորվածություններ, առանձին հանդիսատես։ Որովհետև երբ արվեստը մտնում է փողի, վիզայի եւ արտագաղթի շուկա, նույնիսկ ամենաքնքուշ երգը կարող է դառնալ գործարքի մաս։ Այդ տարիների արտագաղթի հոգեբանությունը իսկապես վայրի էր։ Մարդիկ վաճառում էին տները, ոսկեղենը, դաշնամուրները, ընտանեկան գործերը, երբեմն նույնիսկ հիշողությունները, միայն թե մի ճանապարհ բացվեր։ Ոմանք վերադառնում էին հաղթանակած, ոմանք կորչում էին օտարության մեջ, ոմանք էլ ապրում էին երկու աշխարհների միջև, ոչ այստեղ, ոչ այնտեղ։ Արտիստի համար այդ ամենը կրկնակի ծանր էր, որովհետև նա իր հետ տանում էր ոչ միայն անձնագիրը, այլև ժողովրդի սպասումը։ Երբ Արտաշեսի մեկնելու լուրը դարձավ իրական, շատերը դա ընդունեցին բնական, նույնիսկ հասկանալի, բայց նրա կողքին մնացած կնոջ համար, որի անունը հանդիսատեսը կապում էր նրա ձայնի հետ, դա պետք է որ հնչեր ինչպես դատարկ դահլիճի արձագանք։ Մարդը, որի հետ դու տարիներ շարունակ կիսել ես ծափը, հանկարծ դառնում է հեռավոր երկրի բնակիչ։ Իսկ դու մնում ես նույն քաղաքում, նույն երգերի հետ, բայց արդեն առանց այն ձայնի, որը քեզ հետ միասին ստեղծել էր մի ամբողջ սերնդի հիշողությունը։ Տանը այդ ցավը հավանաբար ավելի անտանելի էր, քան բեմում։ Բեմում կարելի էր ժպտալ, ընդունել ծաղիկ, շնորհակալություն ասել, պահել մեջքը ուղիղ։ Տանը լռությունը ավելի ազնիվ է։ Այն չի ծափահարում, չի պահանջում կրկնել սիրելի երգը, չի հավատում դիմահարդարմանը։ Այն պարզապես նստում է կողքիդ, երբ հեռախոսը չի զանգում, եւ ստիպում է քեզ լսել սեփական շունչդ։ Հենց այս տնային դժոխքն է, որ հանդիսատեսը երբեք չի տեսել, որովհետև մենք սիրում ենք կուրքերին տեսնել բեմի վրա, Ոչ թե խոհանոցում։ մենակ բաժակի կողքին։ Մենք ուզում ենք նրանց ձայները, ոչ թե նրանց վախերը։ Բայց իրական ողբերգությունը հենց վախերի մեջ էր։ Վախ մոռացվելուց, վախ փոխարինվելուց, վախ այն բանից, որ մեկ մարդու ընտրությունը կարող է քանդել ոչ միայն կարիերը, այլև ամբողջ կյանքի իմաստը։ Փոքրիկ շրջանակը, որը գիտեր ճշմարտության կտորները, շարունակեց լռել։ Ոմանք, որովհետև չէին ուզում վնասել անուններին, ոմանք, որովհետև ամաչում էին իրենց մասնակցությունից, ոմանք էլ, որովհետև այդ լռությունից շահ էին ստացել։ Իսկ լռությունը, ինչպես գիտենք, երբեմն ավելի բարձր է խոսում, քան ամենաաղմկոտ սկանդալը։ Այդ լռության վրա կառուցվեց մի գեղեցիկ, բայց կիսատ պատմություն։ Մարդիկ հիշեցին երգերը, հիշեցին զույգի բեմական հմայքը, հիշեցին անցած ժամանակի համը։ Բայց քիչ-քիչ այդ հիշողության տակ սկսեց երևալ ուրիշ պատկեր։ Մեկնող տղամարդ, մնացող կին, շրջապատ, որը գիտեր ավելին, քան ասում էր, եւ մի երկիր, որը կորցնում էր իր մարդկանց այնպես, ինչպես աշնան ծառը կորցնում է տերևները, մեկը մյուսի հետևից, անխուսափելի։ Անպաշտպան։ Եվ եթե այս պատմության սկզբում մենք խոսեցինք գաղտնի այցելուի,
կորած կասետի եւ լռող խմբի մասին, ապա հիմա հարցը դառնում է ավելի ուղիղ։ Արդյոք Արտաշես Ավետյանի մեկ տոմսը դեպի Ամերիկա միայն նրա անձնական փրկության փորձն էր, թե ինչ որ մեկը վաղուց պատրաստել էր այդ բաժանման բեմադրությունը, այնպես որ դահլիճը ծափահարեր մինչև վերջին պահը եւ չնկատեր, թե ինչպես է հայկական էստրադայի գլխավոր հեքիաթը քանդվում իր աչքի առաջ։ Այդ բեմադրության ամենամութ անունը, ըստ հին պատմողների, տարիներ շարունակ չէր արտասանվում բարձրաձայն, մինչև որ առաջին անգամ 25 տարուց ավելի լռությունից հետո մի կին համաձայնեց պատմել իր տարբերակը։ Նրան երբեմն անվանում էին բաժանարար, երբեմն ամերիկյան կյանքի դուռ բացող, երբեմն էլ պարզապես այն կինը, որի հայտնվելուց հետո Արտաշեսի հայացքը սկսեց ավելի հաճախ հեռանալ դեպի օվկիանոսյոսից այն կողմ։ Նա նստել էր փոքր սենյակում, սեղանին դրել էր մաշված լուսանկարներ, մի քանի ծրար եւ հին հասցեագիրք, որի էջերի վրա դեռ երևում էին ջնջված հեռախոսահամարների հետքերը։ Նրա ձայնը հանգիստ էր, բայց մատները դողում էին, երբ նա ասում էր, որ իրեն տարիներով մեղադրել են մի բանում, որը իր խոսքերով միայնակ չէր կարող անել։ Նա չէր ժխտում, որ եղել է Արտաշեսի կողքին որոշ ծանր օրերին, բայց պնդում էր, որոշումը ծնվել էր շատ ավելի վաղ, քան իրեն տեսան նրա մեքենայի հետևի նստարանին։ Իսկ եթե նա ճիշտ է, ապա ով էր իրականում հզրել Արտաշեսին դեպի մեկ տոմսը, զգացմունքը, հաշվարկը, թե այն դատարկությունը, որից նա այլևս չէր կարող փախչել բեմի վրա։ Այդ կնոջ անունը մենք չենք դարձնի մեղադրական պիտակ, որովհետև նրա պատմության մեջ փաստն ու ցավը խառնված են այնպես, ինչպես հին թանակը ջրի հետ։ Ըստ նրա պատմածի, ինքը Ամերիկայից չէր եկել որպես գայթակղիչ հրեշտակ, այլ որպես համայնքային երեկոներ կազմակերպող միջնորդների շրջապատի մարդ, մեկը, ով գիտեր, որ սրահում կարելի է երգել, ում հետ պետք է խոսել, ով կարող է վճարել կանխավճար։ Այն տարիներին նման գիտելիքը ոսկուց թանկ էր, որովհետև Հայաստանում մի քանի ամսվա աշխատավարձով երբեմն հնարավոր չէր գնել անգամ պատշաճ ձմեռային վերարկու։ Իսկ այնտեղ մեկ երեկոյի հոնորարը կարող էր հավասարվել մի ամբողջ ընտանիքի տարվա հույսին։ Նա պատմում էր, որ առաջին հանդիպումներից մեկի ժամանակ Արտաշեսը երկար չէր խոսում երգերից։ Նա հարցնում էր. «Այնտեղ մարդիկ դեռ լսում են մեր հին կատարումները։ Արդյոք կարոտը կարող է սրահ լցնել։ Արդյոք օտար քաղաքում հայերեն երգը դեռ գին ունի»։ Եվ այդ հարցերի տակ, ըստ կնոջ, կար ոչ թե միայն փողի ցանկություն, այլ տղամարդու վիրավորված հպարտություն, ապացուցել, որ ինքը կարող է կանգնել առանձին, առանց այն պատկերի, որին ժողովուրդը սովորել էր երկուսով։ Կուլիսներում դա նկատել էին շատերը, ասում են, փորձերի ժամանակ նա սկսեց պահանջել, որ բարձրախոսի ձայնը փոխեն, որ իր միկրոֆոնը մի փոքր ավելի առաջ տնեն, որ ծրագրի մեջ ներառեն այն երգերը, որտեղ իր ձայնը բացվում էր առանձին փայլով։ Թվում էր մանրուքներ են, աստղային քմահաճույքներ, բայց այդ մանրուքներից է երբեմն կառուցվում մեծ բաժանումը։ Երաժիշտներից մեկը տարիներ անց կիսաձայն հիշել է, մարդիկ դահլիճում ծափահարում էին նրանց միասին, իսկ նա արդեն լսում էր, թե ինչպես են ծափահարում միայն իրեն։ Այդ փոփոխությունը շրջապատում նախանձ եւ շշուկներ առաջացրեց։ Ոմանք ասում էին, Արտաշեսը վերջապես ուզում է իր անունը վերադարձնել իրեն։ Ոմանք էլ մրմնջում էին, նրանց սխալ մարդիկ են շոյում, կերակրում մեծ խոսքերով, մղում դեպի մի ճանապարհ, որտեղ հետո հետդարձ չկա։ Բեմական զուգընկերուհին, ըստ մոտ մարդկանց, այդ ամենը տեսնում էր, բայց բարձրաձայն չէր վիճում, որովհետև լավ գիտեր, հանդիսատեսի առաջ կոտրված զույգը ավելի ցավոտ է, քան կուլիսների լռությունը։ Այստեղ նորից հայտնվում է այն կինը, որի դեմքին տարիներն ավելի շատ հոգնածություն էին թողել, քան հաղթանակ։ Նա պատմում էր, որ իրեն հաճախ են հարցրել, սիրո պատմություն էր դա, թե գործարք։ Նա երկար լռել է ու պատասխանել, երբ տղամարդը հոգնած է, իսկ կողքին մեկը նրան ասում է, որ ինքը դեռ կարող է նոր կյանք սկսել, այդտեղ սերը, գործարքն ու փրկությունը սկսում են նմանվել իրար։ Այս նախադասությունը չի արդարացնում ոչ մեկին, բայց բացում է այն հոգեբանական խորխորատը, որտեղ Արտաշեսը քայլում էր վերջին ամիսներին, մինչև մեկնումը։ Ըստ նրա վկայության, ամենավտանգավոր խոսակցությունները տեղի էին ունենում ոչ թե հյուրանոցներում կամ թանկ ռեստորաններում, այլ սովորական խոհանոցներում, որտեղ գազօջախը հազիվ էր տակացնում սենյակը, իսկ պատուհանից երևում էր մութ Երևանը։ Սեղանին դրված էր էժան կոնյակ, սուրճի բաժակներ, մի քանի թուղթ, որոնց վրա գրված էին սրահների անուններ եւ հեռախոսահամարներ։ Արտաշեսը երբեմն նայում էր այդ թղթերին այնպես, ինչպես հիվանդ մարդը նայում է բժշկի նշանակած վերջին դեղին, ոչ լիովին հավատալով, բայց արդեն կախված լինելով դրանից։
Այդ խոհանոցային հանդիպումներից մեկի մասին կա մի պատմություն, որը շրջապատը երկար փորձել է մոռանալ։ Ասում են, բեմական զուգընկերուհին պատահաբար իմացել է, որ Ամերիկայի ծրագրի մեջ իր անունը չկա, թեև դեռ նախորդ շաբաթ իրեն ասել էին, ամեն ինչ քննարկման փուլում է։ Նա եկել է փորձի, պահել է իրեն զուսպ, բայց երգի կեսին կանգ է առել, որովհետև բառերը, որ տարիներ շարունակ երգել էր սիրո եւ հավատարմության մասին, Այդ պահին հնչել են գրեթե ծաղրի պես։ Դահլիճում ներկա մի քանի տեխնիկներին ասել են, թե ձայնային խնդիր է, բայց նրանք տեսել են, որ խնդիրը միկրոֆոնի մեջ չէր։ Այդ միջադեպը փորձել են հարթել շատ արագ։ Կազմակերպիչներից մեկը, ըստ պատմությունների, բոլորը դուրս է հանել սենյակից, դուռը փակել ու երկար խոսել նրանց հետ, հիշեցնելով, որ առաջիկա համերգները վաճառված են, որ Տոմսերի գումարը վերադարձնելը աղետ կլինի, որ մարդիկ իրենց սպասում են ոչ թե ճշմարտություն լսելու, այլ երգ լսելու համար։ Այդ պահին արվեստը դարձավ պարտք, իսկ մարդկային ցավը անթույլատրելի շքեղություն։ Հետո նորից բեմ, նորից ծափեր, նորից լուսարձակների տակ այն նույն զույգը, որին տեսնելով մարդիկ իրենց երիտասարդությունն էին հիշում։ Բայց ուշադիր աչքը կարող էր նկատել, նրանց միջև հեռավորությունը փոխվել էր, ձեռքերի շարժումները դարձել էին ավելի չափված, ժպիտները ավելի կարճ։ Ամեն ինչ կարծես նույնն էր, բայց ոչինչ արդեն նույնը չէր։ Այդ կնոջ առաջին երկար պատմությունը, որքան էլ վիճելի լինի, կարևոր է ոչ թե նրա համար, Որ նա բացարձակ ճշմարտություն է ասում։ կարևոր է, որովհետև նրա խոսքերի մեջ լսվում է այն դարաշրջանի մութ երաժշտությունը, արտագաղթի շտապողականություն, տղամարդկային հպարտություն, փողի սուր կարիք, միջնորդների ազդեցություն եւ մի կին, որը մնաց բեմի վրա, առանց հասկանալու, թե երբ իր կողքի ձայնը սկսեց պատկանել ուրիշ աշխարհին։ Իսկ հիմա ինքներդ ձեզ հարց տվեք. եթե այդ կինը իսկապես միայն դուռ էր բացում, ապա ինչու այդ դռնով անցավ միայն Արտաշեսը, իսկ նրա հետ տարիներով երգած կինը մնաց դրսում, նույն երգերի եւ նույն լռության հետ։ Բայց մինչ բոլորը վիճում էին, թե ով ում գայթակղեց Ամերիկայով, կուլիսներում կար մի ուրիշ գաղտնիք, որի մասին խոսելն ավելի ամոթալի էր, քան բաժանումը։ Ըստ մի նախկին բուժաշխատողի հիշողությունների, Արտաշեսը վերջին շրջանում բեմ էր բարձրանում այնպիսի վիճակով, որը սովորական հանդիսատեսը չէր կարող երևակայել։ Նա ժպտում էր, խոնարհվում էր, պահում էր ձայնի ազնվական հանգստությունը, բայց հանդերձարանի փոքր սեղանին երբեմն դրված էին սրտի դեղեր, ջերմաչափ, շաքարով թեյ եւ բժշկի ձեռքով գրված կարճ ցուցում։ Այդ թուղթը հետո անհետացավ, իսկ դրա փոխարեն բոլորը կրկնում էին մի հարմար արտահայտություն. նա պարզապես հոգնած էր։ Բայց եթե դա միայն հոգնածություն էր, ինչու ամեն ելույթից առաջ շրջապատը հաշվում էր ոչ թե երգերի հերթականությունը, այլ նրա շնչառության ծանրությունը։ Հայկական բեմի հին մարդիկ լավ գիտեն, հանդիսատեսը հաճախ չի տեսնում երգչի մարմինը, նա տեսնում է տոմե միայն նրա ձայնը, իսկ ձայնը կարող է հերոսաբար ստել։ Արտաշեսի դեպքում, ըստ մի քանի աղբյուրների, հենց ձայնն էր ստիպում բոլորին մոռանալ, որ մարդը կարող է փլվել ներսից, առանց մեկ վայրկյան դադարեցնելու ժպտալը։ Այդ տարիներին բժիշկ կանչելը երբեմն համարվում էր թուլության նշան, հատկապես տղամարդ արտիստի համար, որի վրա դրված էր ընտանիք պահելու, անուն պահելու եւ հանդիսատեսին հույս տալու ծանրությունը։ Նա կարող էր ասել. «Ոչինչ չկա, մի բաժակ թեյ տվեք, բեմից հետո կանցնի»։ Իսկ կողքից մարդիկ, որոնք կախված էին այդ համերգներից, շատ հարմար էին լսում հենց այդ նախադասությունը։ Եթե արտիստն ինքը ասում է «կանցնի», Ուրեմն կարելի է շարունակել։ մի դեպք հատկապես մնացել է հին շրջապատի հիշողության մեջ։ Համերգից առաջ, երբ դահլիճում մարդիկ արդեն նստած էին, իսկ կանայք ծնկներին պահում էին ծաղիկները, Արտաշեսը հանդերձարանում հանկարծ նստել է աթոռին ու ձեռքը սեղմել կրծքին։ Դուռը կիսաբաց էր։ Միջանցքում մեկը վազեց ջուր բերելու, մյուսը փակեց վարագույրը։ Երրորդը փորձում էր դրսից ժպտալ եւ ասել. «Ամեն ինչ կարգին է, փոքր ուշացում է լինելու»։ 5 րոպե, գուցե 10, իսկ դահլիճում արդեն սկսվել էր անհանգիստ շշուկը։ Տոմսերը գնված էին դժվարությամբ, մարդիկ եկել էին ոչ միայն երգ լսելու, այլ իրենց մութ ու հոգնած կյանքից մի քանի ժամ փախչելու համար։ Կազմակերպիչը, ըստ պատմածների, մոտեցել է բժշկին ու հարցրել ոչ թե ինչ է պետք հիվանդին, այլ կկարողանա երգել։ Այդ հարցը սառը է հնչում, բայց հենց այդ սառնությունն էր ժամանակի օրենքը։ Բժիշկը, ասում են, խորհուրդ է տտվել չբարձրանալ բեմ կամ գոնե կրճատել ծրագիրը։ Բայց ծրագիրը կրճատելը նշանակում էր սկանդալ, վերադարձված գումար, դժգոհ հանդիսատես, Միգուցե կորցրած հրավերներ։
Եվ այն ժամանակ որոշվեց անել այն, ինչ շատ հաճախ են անում բեմի աշխարհում. ցավը փակել դիմահարդարմամբ, վախը ժպիտով, իսկ վտանգը երաժշտության բարձր ձայնով։ Նա դուրս եկավ բեմ։ Առաջին երգի մեջ ձայնը մի փոքր խուլ էր, բայց հետո, կարծես բեմի լույսը նրա մեջ բացեց այն ուժը, որը բժիշկը չէր կարող բացատրել։ Դահլիճը ծափահարում էր։ Ոչ ոք չէր իմանում, որ հենց մի քանի րոպե առաջ այդ մարդը նստած էր հայելու առաջ, գունատ դեմքով, ու փորձում էր շունչը հավասարեցնել։ Բեմական զուգընկերուհին, ըստ նույն աղբյուրների, այդ երեկո երգում էր մի փոքր ավելի մոտ կանգնած։ Նա երբեմն նայում էր ոչ թե դահլիճին, այլ նրա դեմքին։ Կարծես պատրաստ էր ցանկացած պահի բռնել երգի հաջորդ տողը, եթե նա չկարողանար շարունակել։ Այդ պահերին նրանց միջև եղած բոլոր վիրավորանքները, պայմանավորվածությունները, լռությունները կարծես մի կողմ էին քաշվում, եւ մնում էր միայն հին մասնագիտական հավատարմությունը՝ չթողնել, որ մյուսը ընկնի մարդկանց աչքի առաջ։ Բայց հենց այսպիսի պահերն էին շրջապատի համար ամենահարմար արդարացումը։ Նրանք ասում էին. «Տեսակ, կարողացավ, ուրեմն ամեն ինչ չափազանցված է»։ Հաջորդ քաղաքը չեղարկելու պատճառ չկա, հաջորդ հրավերը մերժելու պատճառ չկա, հաջորդ բանակցությունը հետաձգելու պատճառ չկա։ Մարդու մարմինը դարձավ գրաֆիկի հավելված, իսկ նրա առողջությունը մի բան, որի մասին կարելի էր խոսել միայն այն ժամանակ, երբ դահլիճը դատարկ էր։ Արտաշեսի քմահաճույքներն այդ շրջանում, ըստ հին երաժիշտների, ավելի տարօրինակ դարձան։ Նա պահանջում էր, որ հանդերձարանում միշտ լինի լռություն, որ ոչ ոք չդիպչի իր բեմական կոստյումին, որ հայելու վրա կախված չլինեն օտար մարդկանց լուսանկարներ, որովհետև ասում էր, դրանք խառնում են շունչս։ Ոմանք ծիծաղում էին նրա հետևից, ոմանք ասում էին աստղի վախեր են, իսկ ոմանք էլ նախանձով շշնջում էին, ով շատ է ուզում առանձին փայլել, նա սկսում է վախենալ նույնիսկ ստվերից։ Այդ ժամանակ կողքին հայտնվեց նաև մի տղամարդ, որին շրջապատում երբեմն անվանում էին վատ ընկեր։ Թեև նա կարող էր թվալ պարզապես աշխույժ ուղեկից։ Նա սիրում էր ուշ գիշերային սեղաններ, բարձր խոսքեր, խոստումներ, արագ որոշումներ, եւ հենց նա էր հաճախ ասում. «Արտաշես ջան, մի մտածիր, կյանքը մեկ անգամ է տրվում, Ամերիկայում քեզ ուրիշ ձև են ընդունելու»։ Այդպիսի մարդը պարտադիր չարագործ չէ, բայց նա վտանգավոր է, որովհետև հոգնած մարդուն չի հանգստացնում, այլ ավելի է գրգռում նրա փախուստի ցանկությունը։ Մի անգամ, ըստ պատմությունների, համերգից հետո այդ ընկերն ու ամերիկյան կապեր ունեցող միջնորդները Արտաշեսին տարել են փակ սեղանի, որտեղ մինչև լուսաբաց խոսել են ապագայից։ Կողքի սենյակում սպասող երաժիշտները տեսել են, թե ինչպես են ներսից դուրս գալիս ծուխ, ծիծաղ եւ երբեմն կոշտ ձայնով ասված նախադասություններ։ Առավոտյան Արտաշեսը եկել է փորձի, անքնած աչքերով, բայց անսովոր վճռական, ասելով, որ որոշ բաներ պետք է արագացնել։ Այդ արագացումը դարձավ վտանգավոր։ Բուժական թղթերը թաքցնում էին, վատ ինքնազգացողության մասին խոսողները լռեցվում էին, իսկ բեմական զուգընկերուհուն, ըստ որոշ վկայությունների, միայն կես տեղեկություն էր հասնում։ Նրան ասում էին. «Մի անհանգստացիր, ամեն ինչ վերահսկվում է»։ Բայց ինչպես կարող էր վերահսկվել մի մարդ, որը գիշերով բանակցում էր մեկնելու մասին, իսկ ցերեկով երգում էր սիրո հավերժության մասին։ Ամենամռայլ միջադեպը, որի մասին պատմում են տարբեր տարբերակներով, տեղի է ունեցել հյուրախաղային ճանապարհին։ Ճանապարհը երկար էր, մեքենայի ապակիներին կպել էր ձմեռային խոնավությունը, իսկ ներսում բոլորը լուռ էին։ Արտաշեսը վատացել է հենց մեքենայի մեջ, եւ վարորդին ասել են կանգնել ոչ թե հիվանդանոցի առջև, այլ ծանոթի տան մոտ, որպիսի լուրը չտարածվի։ Այնտեղ, փոքր սենյակում, նրան օգնություն են ցույց տվել, իսկ կազմակերպիչներից մեկը միաժամանակ զանգահարել է համերգի վայր, ասելով, որ ուշացումը կապված է ճանապարհային խնդիրների հետ։ Սա այն պահն էր, երբ ճշմարտությունը կարող էր փրկել մարդուն, բայց ճշմարտությունը վտանգում էր երեկոյի եկամուտը, եւ նորից ընտրվեց լռությունը։ Հետո այս պատմությունը վերածվեց անորոշ բամբասանքի, իբր նա պարզապես մրսել էր, իբր ճանապարհը դժվար էր, իբր ամեն արտիստի հետ էլ նման բան լինում է։ Բայց եթե ամեն ինչ այդքան սովորական էր, ինչու նույն օրերից հետո մեկնելու խոսակցությունները դարձան ավելի շտապ, ավելի նյարդային, ավելի փակ։ Գուցե Արտաշեսը զգաց, որ եթե մնա նույն ռիթմի մեջ, ինքը կկորցնի ոչ միայն դուետը, այլև սեփական ուժը։ Այստեղ նրա ընտրությունը կարելի է հասկանալ, բայց ոչ ամբողջությամբ արդարացնել։ Հիվանդ մարմինը հաճախ ուզում է փախչել այնտեղից, որտեղ բոլորը նրանից ուժ են պահանջում։ Իսկ Ամերիկան նրան կարող էր թվալ ոչ միայն փողի, այլ նաև դանդաղ ապրելու, նորից շնչելու հնարավորություն։
Սակայն ցավալին այն էր, որ այդ փրկության ճանապարհը գծվում էր այնպես, կարծես մյուս մարդու ցավը երկրորդական էր։ Բեմական զուգընկերուհին, ասում են, վերջին շրջանում ավելի հաճախ էր հարցնում. «Դու ինձ ինչ-որ բան չես ասում»։ Իսկ նա կամ լռում էր, կամ խոսում ընդհանուր վառերով. «Ժամանակները ծանր են, պետք է մտածել, պետք է փորձել»։ Այդ պատասխանները ամենավատն են, որովհետև դրանք ոչ այո են, ոչ, այլ կախված դուռ, որը քամուց անդադար ճռռում է։ Եվ հիմա, երբ մենք նայում ենք այդ տարիների մաշված լուսանկարներին, որտեղ նրանք դեռ կողք կողքի են կանգնած, դժվար է չմտածել, գուցե այդ ժպիտների տակ արդեն կար բժշկական վախ, ֆիզիկական հոգնածություն եւ այն անողոք ճնշումը, որ ասում էր. «Երգիր, քանի դեռ կարող ես»։ Բայց ով էր ավելի մեղավոր այդ լռության մեջ։ Նա, որ թաքցնում էր իր թուլությունը, թե նրանք, ովքեր այդ թուլությունը տեսնելով շարունակում էին վաճառել նրա ուժի պատրանքը։ Իսկ հետո հայտնվեց թուղթը, որը ըստ կուլիսային պատմությունների վերջնական տեսք տվեց այն ամենին, ինչ մինչ այդ դեռ կարելի էր կոչել շշուկ, վախ կամ սխալ հասկացված խոսակցություն։ Դա փայլուն պայմանագիր չէր, ոչ էլ պետական կնիքներով շքեղ փաստաթուղթ, այլ մի քանի մեքենագրված էջ, պատճենված բարակ թղթի վրա, որոնց անկյունները ծալված էին, կարծես դրանք բազմիցս հանվել էին թղթապանակից ու նորից շտապ խցկվել ներս։ Առաջին էջում նշված էին ամերիկյան ելույթների պայմանները, հյուրասիրության ծախսերը, ճանապարհի կազմակերպումը, կանխավճարի չափը, իսկ ամենակարևորը թաքնված էր ոչ թե վերևում, այլ միջին մասում, այնտեղ, որտեղ սովորական մարդը հոգնում է կարդալուց։ Այնտեղ, ըստ այն մարդկանց, ովքեր պնդում են, թե տեսել են պատճենը, Արտաշեսի անունը գրված էր առանձին ծրագրի համար։ Դուետի անունը չկար, կամ կար այնքան մշուշոտ ձևակերպմամբ, որ անհրաժեշտ պահին կարելի էր ասել. մենք ոչինչ չենք խոստացել։ Արդյոք հենց այդ կետն էր այն անտեսանելի դանակը, որով բաժանվեց բեմական հեքիաթի վերջին թելը։ Պայմանագրի պատմությունը ամենավտանգավորն է, որովհետև այն արդեն միայն զգացմունքի մասին չէ։ Թուղթը կարող է լինել ավելի դաժան, քան խանդը, ավելի սառը, քան դավաճանությունը, որովհետև թղթի վրա մարդը դառնում է անուն, ժամ, գումար, պարտավորություն։ Իսկ երբ անունը գրվում է միայնակ, ամբողջ անցյալը կարծես դուրս է մնում տողերի արանքում։ Ըստ աղբյուրներից մեկի այդ փաստաթուղթը պատրաստվել էր մի միջնորդական գրասենյակում, որտեղ պատերին կախված էին հին համերգային ազդագրեր, իսկ սեղանի վրա կուտակված էին անձնագրերի պատճեններ, հրավերներ, հյուպատոսական թղթեր եւ վճարումների նշումներ։ Գրասենյակը չէր նմանվում հանցավոր որջի։ Ավելի շուտ այն նման էր 90-ականների հայ կյանքի ցավոտ խաչմերուկին։ Մի տեղ, որտեղ արվեստը, արտագաղթը, կարոտը եւ բիզնեսը նստած էին նույն սեղանի շուրջ։ Այդտեղ էր ասում են, որ Արտաշեսին բացատրել են. եթե ուզում ես արագ գնալ, պետք է ստորագրել հիմա։ Եթե հետաձգես, հրավերը կկորչի, սրահը կտան ուրիշին, մարդիկ կմոռանան, շուկան չի սպասում։ Այս խոսքերը բեմի մարդուն կարող էին խոցել ավելի ուժեղ, քան վիրավորանքը, որովհետև արտիստի ամենամեծ վախերից մեկը հենց մոռացվելն է։ Պայմանագրի ամենակապանքային մասը, ըստ կուլիսային պատմության, կապված էր կանխավճարի հետ։ Նրան իբր փոխանցվել էր գումար, որը Հայաստանում այն տարիներին կարող էր մի քանի ընտանիքի ամիսներով պահել, իսկ հետ կանգնելու դեպքում այդ գումարը պետք է վերադարձվեր բազմապատիկ պարտավորություններով։ Ճիշտ գումարները տարբեր մարդիկ տարբեր կերպ են հիշում, եւ մենք չենք կարող դրանք ներկայացնել որպես հաստատված փաստ։ Բայց նույնիսկ փոքր դոլարային կանխավճարը այն օրերին կարող էր դառնալ հոգեբանական շղթա։ Պատկերացրեք, մի երկրում, որտեղ մարդիկ հացը հաշվում էին օրերով, արտիստի ձեռքին հայտնվում է ծրար, որի մեջ դրվածը հավասար է մի ամբողջ կյանքի կարճատև ապահովության խոստմանը։ Այդ ծրարը կարող էր փակել պարտքեր, գնել տոմս, օգնել հարազատներին, բայց նաև կարող էր փակել վերադարձի ճանապարհը, որովհետև երբ գումարը վերցված է, դու այլևս ազատ մարդ չես, նույնիսկ եթե դեռ բեմում երգում ես ազատության մասին։ Այդ նույն փաստաթղթի շուրջ է պտտվում ամենացավոտ ենթադրություններից մեկը։ Արդյոք բեմական զուգընկերուհին տեղյակ էր, որ բանակցություններն արդեն անցել են խոսքից թղթի։ Եթե տեղյակ չէր, ապա դա լռության ծանրագույն ձև էր։ Եթե տեղյակ էր, բայց չէր կարողանում փոխել ոչինչ, ապա այդ լռությունը ավելի անողոք էր, որովհետև նա արդեն տեսնում էր պատը, բայց չուներ ուժ այն քանդելու։ Մի երեկո, ըստ պատմածներից մեկի, նա փորձել է պարզել ճշմարտությունը հենց այն ժամանակ, երբ Արտաշեսը եկել էր փաստաթղթելով լի պայուսակով։ Նրանք առանձնացել են սենյակում, որտեղ պատուհանից լսվում էր փողոցի ձայնը, իսկ դաշնամուրի վրա դրված էր կիսաբացված նոտատետր։ Սկզբում խոսել են հանգիստ,
Հետո ձայները բարձրացել են, հետո հանկարծ երկար լռություն է ընկել, այնպիսի լռություն, որ միջանցքում կանգնած մարդը հասկանում է, ներսում ինչ-որ բան վերջնականապես կոտրվեց։ Դրանից հետո կազմակերպիչը շտապել է ասել շրջապատին, թե ոչ մի սկանդալ չկա, պարզապես մարդիկ հոգնած են։ Նա խնդրել է ոչ ոքի ոչինչ չպատմել, որովհետև առաջիկա ելույթները պետք է անցնեն առանց աղմուկի։ Սա փորձ էր ոչ թե բուժել ճաքը, այլ ծածկել այն գորքով, որ հանդիսատեսը չտեսնի, թե հատակը արդեն բացվել է։ Այդ օրերին ծնվեց նաև ազդագրերի պատմություն-դագրերի պատմությունը։ Մի քանի տպագրված հայտարարությունների վրա, ըստ հին հավաքածուներ պահողների, սկզբում եղել են երկու անունները, հետո նոր տարբերակներում մեկ անունը սկսեց ավելի մեծ երևալ, իսկ մյուսը կամ չհայտնվեց, կամ մնաց անորոշ ձևակերպման մեջ։ Կարելի է ասել տեխնիկական փոփոխություն էր, շուկայական մանրուք, բայց բեմական մարդկանց համար անունի չափը երբեք մանրուք չէ։ Դա հիերարխիա է, սեր է, վիրավորանք է, ապագայի քարտեզ է։ Մեկ ուրիշ միջադեպ տեղի ունեցավ, երբ մի փոքրիկ համերգային հանդիպման ժամանակ հանդիսավարն անզգուշորեն հայտարարեց Արտաշեսի առաջիկա ամերիկյան ելույթների մասին, առանց զուգընկերուհու անունը նշելու։ Դահլիճը ծափահարեց, բայց կուլիսներում օդը քարացավ։ Ասում են, հետո այդ հանդիսավարին խնդրեցին ասել, թե սխալ է կարդացել գրությունը, իսկ հաջորդ օրը բոլորին բացատրեցին, որ խոսքը ընդամենը փորձնական այցի մասին է։ Սակայն նման սխալները երբեմն պատահական չեն լինում։ Դրանք դուրս են թռչում այնտեղից, որտեղ արդեն պատրաստ է նոր իրականությունը, բայց հին իրականությունը դեռ չի հանձնվել։ Եվ այդ պահից հետո բեմական զուգընկերուհու համար ամեն ծափ կարող էր հնչել որպես հետհաշվարկ։ Արտաշեսը իր հերթին հավանաբար զգում էր, որ թուղթը իրեն փրկում է և միաժամանակ բանտարկում։ Պայմանագիրը նրան տալիս էր ճանապարհ, բայց պահանջում էր կերպարանափոխություն։ Նա այլևս միայն այն տղամարդը չէր, որ հայկական դահլիճներում կանգնում էր սիրելի ձայնի կողքին։ Նա դառնում էր արտահանվող վարոտի կրող մարդ, որին օվկիանոսից այն կողմ սպասում էին ոչ թե որպես կիսված զույգի անդամ, այլ որպես առանձին անուն, առանձին ապրանք, առանձին հիշողություն։ Այստեղ է երևում հայկական 90-ականների ամենադաժան ճշմարտությունը։ Շատերը գնում էին ոչ թե որովհետև չէին սիրում մնացողներին, այլ որովհետև ստորագրել էին ինչ-որ տեսանելի կամ անտեսանելի պայմանագիր՝ պարտքի, վախի, հույսի, ընտանիքի, ինքնասիրության հետ։ Բայց մնացողի համար տարբերություն չկա։ Քեզ թողնում են չսիրելուց, թե փրկվելուց։ Լքված սենյակում պատճառները բոլորը նույն ձայնն ունեն։ Վերջին նախապատրաստությունների ժամանակ, ըստ պատմությունների, նրա տանը սկսեցին երևալ ճամպրուկներ, հին բեմական կոստյումներ, պատյանների մեջ դրված նոտաներ, մի քանի լուսանկար, որոնք նա երկար պահում էր ձեռքում և հետո դնում մի կողմ։ Ամեն իր ընտրելը նաև հիշողություն ընտրել էր նշանակում։ Որ երգը տանել, որ դեմքը թողնել, որ նամակը այրել, որը պահել գրպանում։ Մի մարդ, ով այդ օրերին եղել է մոտ, պատմել է, որ Արտաշեսը երբեմն կանգնում էր ճամպրուկի առաջ ու չէր կարողանում փակել այն։ Ոչ թե որովհետև իրերը շատ էին, այլ որովհետև փակվող ճամպրուկը վերջնական էր դարձնում այն, ինչ մինչ այդ դեռ կարելի էր ներկայացնել որպես ժամանակավոր ծրագիր։ Երբ կափարիչը իջնում է, սուտ խոստումները սկսում են խեղդվել ներսում։ Իսկ բեմական զուգընկերուհու համար այդ օրերը հավանաբար ամենադաժան փորձությունն էին։ Նա դեռ պետք է պահեր արժանապատվությունը, դեռ պետք է չասեր այն, ինչ կարող էր դառնալ քաղաքի բամբասանք, դեռ պետք է թույլ չտար, որ իրեն տեսնեն կոտրված, որովհետև կան կանայք, որոնց հասարակությունը չի թողնում նույնիսկ ցավալ ազատորեն։ Նրանք պետք է լուռ լինեն, գեղեցիկ լինեն, մեծահոգի լինեն, նույնիսկ երբ նրանցից խլում են կյանքի գլխավոր ձայնակցությունը։ Փաստաթուղթը, եթե իսկապես գոյություն ուներ այն ձևով, ինչպես պատմում են, միայն մեկնելու թույլտվություն չէր։ Դա հոգեբանական բաժանման վկայական էր, որտեղ ոչ մի տեղ գրված չէր հրաժեշտ, բայց յուրաքանչյուր տողում զգացվում էր հենց այդ բառը։ Եվ երբ Արտաշեսը վերջապես մոտեցավ իր մեկ տոմսին, արդեն պարզ էր, որ օդանավակայանում ոչինչ չէր սկսվելու։ Այնտեղ պարզապես կերևար այն, ինչ վաղուց ստորագրվել էր փակ սենյակներում։ Մենք չենք կարող այսօր այդ թուղթը դնել սեղանին և ասել՝ ահա վերջնական ապացույցը։ Բայց պատմության մեջ երբեմն նույնիսկ անհետացած փաստաթուղթն է խոսում, այն մարդկանց վարքով, ովքեր շտապում էին լռեցնել հարցերը, փոխել ազդագրերը, հարթել միջադեպերը և ամեն ինչ ներկայացնել որպես բնական ընթացք։ Իսկ եթե ամեն ինչ այդքան բնական էր, ինչու այդ բնականության շուրջ այդքան շատ մարդ էր աշխատում այն թաքցնելու համար։
Այդ թաքցված բնականության հետևից, ըստ տարիներ անց խոսած մարդկանց, առաջինը ճշմարտության հոտը զգաց ոչ թե բեմի մեծ մարդը, այլ մեկը, ում անունը երբեք չէր գրվում ազդագրերի վրա։ Նա տարիներով լռել էր, որովհետև ասում էր, արտիստների գաղտնիքները սովորական մարդկանց հացն էին ու վախը։ Հին վարորդը, որը նրանց տանում էր համերգից համերգ, հիշում էր մի գիշեր, երբ մեքենայի հետևի նստատեղին ոչ ոք չէր խոսում, իսկ պատուհանի ապակու վրա Արտաշեսի շունչը սպիտակ հետքեր էր թողնում։ Նա պնդում էր, որ հենց այդ գիշեր առաջին անգամ տեսել է ոչ թե աստղի, այլ փախչող մարդու դեմք, առանց դիմահարդարման, առանց բեմական ժպիտի, առանց այն ազնիվ հանգստության, որով ժողովուրդը նրան պաշտում էր։ Վարորդը երկար տարիներ չէր պատմում, թե ինչ լսեց, երբ մեքենան կանգնեց մութ բակի մեջ, եւ ինչու հետո իրեն խնդրեցին մոռանալ այդ երթուղին։ Բայց մի օր ծերացած ձայնով նա ասաց. «Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ մեքենայում նստածներից մեկը շշնջաց, որ կնոջը այլևս պետք չէ ամեն բան իմանալ»։ Ո՞վ էր այդ շշնջացողը, եւ ինչու այդ նախադասությունը վարորդի հիշողության մեջ մնաց ավելի սուր, քան ցանկացած սկանդալ։ Այդ վարորդը սովորական մարդ էր, մաշված բաճկոնով, ցրտից կարմրած ձեռքերով, միշտ գրպանում պահած փոքրիկ մատիտով, որով նշում էր ճանապարհի ծախսերը։ Նա չէր դատում արտիստներին, որովհետև նրանց ցավը տեսել էր մոտիկից։ Նա գիտեր, երբ էր Արտաշեսը դահլիճից դուրս գալիս ծաղիկներով շրջապատված։ Բայց մեքենայում նստելուն պես փակվում էր իր մեջ։ Կարծես բեմը նրանից մի ամբողջ կյանք էր խլել։ Ըստ նրա պատմածի, վերջին ամիսներին Արտաշեսը սկսել էր ավելի հաճախ նստել առաջ, վարորդի կողքին, ոչ թե հետևում, որտեղ սովորաբար նստում էին մեծ անուն ունեցող մարդիկ։ Նա նայում էր ճանապարհին, հարցնում էր. «Օդանավակայան տանող ճանապարհը հիմա ավելի արագ է, թե դեռ նույն փոսերն են»։ Սովորական հարց էր թվում, բայց վարորդը հետո հասկացել էր, որ մարդը արդեն մտքում չափում էր հեռանալու ճանապարհը։ Մեքենայի մեջ երբեմն լինում էր նաև այն ընկեր կոչված տղամարդը, որ բոլորի հետ խոսում էր հեշտ, բարձր, վստահ, կարծես ինքն էր տնօրինում ուրիշների վաղվա օրը։ Նա էր զանգերանում մեքենայից, նա էր ասում. «Ժամանակ չկա, պետք է արագացնել»։ Նա էր ծիծաղում, երբ ինչ-որ մեկը հիշեցնում էր, որ մնացող մարդու սիրտն էլ հաշիվ ունի։ Վարորդն ասում էր, նրա ծիծաղը վատ էր հնչում, ոչ թե ուրախ, այլ հաշվարկով լի։ Մի երեկո նրանք վերադարձել էին համերգից ուշ գիշերով։ Քաղաքը մութ էր, պատուհանների մեծ մասը չէր լուսավորվում, իսկ մեքենայի ռադիոն հազիվ էր բռնում մի հին երգ, որտեղ նրանց դուետի ձայները դեռ միասին էին հնչում։ Արտաշեսը խնդրել էր անջատել ռադիոն։ Ոչ կոպիտ, ոչ զայրացած, այլ այնպես, կարծես սեփական ձայնը լսելը այդ պահին ցավ էր պատճառում։ Հետևի նստատեղից ընկերն ասել էր. «Պետք է սովորես առանձին լսել քեզ»։ Այդ նախադասությունը ըստ վարորդի ծանր ընկավ մեքենայի մեջ։ Արտաշեսը ոչինչ չպատասխանեց, միայն մատներով սեղմեց նստատեղի եզրը, իսկ կողքին դրված պայուսակի մեջ երևում էր սպիտակ ծրարի անկյունը։ Այդ ծրարը հետո դարձավ նոր լռության պատճառ։ Վարորդը պնդում էր, որ հաջորդ օրը իրեն կանչել են եւ ասել. «Եթե ինչ-որ բան տեսել ես, դա քո գործը չէ»։ Ասողը ոչ թե Արտաշեսն էր, այլ այն նույն մոտ մարդը, որը արդեն դարձել էր նրա օրերի անտեսանելի պահակը։ Նա ժպտացել էր, բայց ժպիտի մեջ կար սպառնալիք, ոչ իրավական, ոչ բացահայտ, այլ այն տեսակի, որից փոքր մարդը հասկանում է, ավելի լավ է լռել, եթե ուզում ես շարունակել աշխատել։ Այստեղ բացվում է առաջին իրական ճաքը։ Բեմի վրա Արտաշեսը դեռ նույնն էր, կոստյումի օծիքը ճշգրտված, մազերը սանրած, աչքերում սովորական զուսպ ջերմությունը։ Բայց վարորդը, դիմահարդարը, դահլիճի հերթապահը տեսնում էին ուրիշ բան։ Գունատ այդ էր, հայելու առաջ երկար կանգնած մարդ, ձեռքերի փոքր դող, եւ այն վայրկյանը, երբ նա կարծես մոռանում էր, թե որ դուռն է տանում դեպի բեմ։ Դիմահարդարներից մեկը, ըստ կուլիսային հիշողությունների, մեկ անգամ փորձել էր ասել. «Այսօր ձեր դեմքը շատ հոգնած է»։ Արտաշեսը պատասխանել էր. «Լույսը թող բարձր լինի, մարդիկ հեռվից չեն նկատի»։ Այդ խոսքի մեջ կար ամբողջ աստղային ողբերգությունը։ Նա գիտեր, որ հանդիսատեսը հավատում է լուսարձակին ավելի շատ, քան մարդու մարմնին։ Նույն օրերին նրա հիշողության մեջ էլ սկսեցին մանր ճեղքեր երևալ։ Ոչ թե մեծ մոռացում, ոչ թե բացահայտ խառնաշփոթ, այլ այնպիսի փոքր կորուստներ, որոնք սարսափեցնում են բեմի մարդուն։ Նա կարող էր փորձի ժամանակ կանգ առնել սիրելի երգի կեսին եւ հարցնել. «Հաջորդ տողը դու վերցնո՞ւմ ես, թե ես»։ Մարդիկ ծիծաղում էին, ասում էին հոգնածություն է, բայց զուգընկերուհու աչքերը չէին ծիծաղում։ Մի ուրիշ երեկո, ըստ երաժիշտներից մեկի, նա հանկարծ փոխեց երգի բառը, եւ այդ մեկ բառը փոխեց ամբողջ իմաստը։
Սիրո մասին տողը դարձավ հրաժեշտի մասին տող, եւ Դահալիճը գուցե չհասկացավ, բայց կուլիսներում կանգնած կինը հասկացավ։ Նա շարունակեց երգել, որովհետև բեմում կանգ առնելը նշանակում էր ում էր աշխարհին ցույց տալ, որ սուտը այլևս չի պահվում։ Ամենավտանգավորը ոչ թե նրա մարմնի թուլությունն էր, այլ շրջապատի փորձը այդ թուլությունը դարձնել գաղտնիք։ Դեղեղերի թղթերը անհետանում էին, ճանապարհային միջադեպերը ներկայացվում էին որպես մրսածություն, իսկ մոռացված տողերը վերածվում էին կատակների։ Այդպես կորում էր հիշողությունը, ոչ միայն նրա գլխում, այլ ամբողջ պատմության մեջ։ Որովհետև եթե վկաները լռում են, հիվանդության, վախի եւ բաժանման իրական պատճառները դառնում են մշուշ։ Վարորդի պատմության մեջ կա մի մանրուք, որը դժվար է մոռանալ։ Նա ասում էր, որ մեկնելուց առաջ Արտաշեսը մի անգամ խնդրել է մեքենան կանգնեցնել այն փողոցում, որտեղից երևում էր հին համերգասրահի մուտքը։ Նա իջել է, մի քանի քայլ արել դեպի դուռը, բայց ներս չի մտել։ Կանգնել է, նայել է փակ ապակիներին ու վերադարձել մեքենա, ոչինչ չասելով։ Երբ նստել է, նրա ձեռքին փոքրիկ թուղթ է եղել, գուցե հին ծրագրի պատառիկ, գուցե հեռախոսահամար, գուցե երկացանկի նշում։ Վարորդը տեսել է, որ նա երկար պահում է այդ թուղթը մատների մեջ, հետո պատռում երկու մասի եւ դնում մոխրամանի մեջ, թեև մեքենայում ոչ ոք չէր ծխում։ Այդ պատառիկը կորավ, ինչպես կորան շատ բաներ այս պատմության մեջ, առանց լուսանկարի, առանց ստորագրության, առանց վկաների միաձայնության։ Տարիներ անց նույն վարորդը խոստովանել է, որ ամենաշատը վախեցել է ոչ թե Արտաշեսի մեկնելուց, այլ նրա լռությունից։ Նա ասում էր, մարդը, որ բեմում կարողանում էր բառերով հուզել ամբողջ սրահը, մեքենայում այլևս բառ չուներ իր ամենամոտ մարդու համար։ Եվ գուցե հենց այնտեղ էր ամենամեծ դավաճանությունը սկսվում, ոչ թե օդանավակայանում, այլ այն մեքենայում, որտեղ ճշմարտությունը նստած էր բոլորի կողքին, բայց ոչ ոք չէր համարձակվում անուն տալ նրան։ Եթե ամեն ինչ ընդամենը սովորական մեկնում էր, ինչու վախեցած վարորդին խնդրեցին մոռանալ ճանապարհը, մոռանալ ծրարը, մոռանալ այն նախադասությունը, որ կնոջը այլևս պետք չէ ամեն բան իմանալ։ Մոտ մարդը, որ ամեն օր կանգնած էր Արտաշեսի կողքին, ըստ մի քանի աղբյուրների, ամենամեծ հարվածը հասցրեց ոչ թե բարձրաձայն հայհոյանքով, այլ շատ հանգիստ շարժումով, վերցրեց հեռախոսի գրքույկը եւ սկսեց ջնջել անուններ։ Նրա համար դա կազմակերպչական աշխատանք էր, իբր պետք էր կարգավորել ամերիկյան ճանապարհը, զտել ավելորդ կապերը, հեռացնել խանգարող ձայները։ Բայց հենց այդ փոքրիկ գրքույկի մեջ էին այն մարդկանց համարները, ովքեր կարող էին ասել մնացող կնոջը ինչ է իրականում պատրաստվում։ Եվ երբ դավաճանությունը գալիս է այն ձեռքից, որը երեք դեռ սուրճ էր լցնում ու ասում էր մենք ընտանիքի պես ենք, այն ավելի ծանր է, քան բաց թշնամու հարվածը։ Ասում են, այդ մարդը հետո նույնիսկ արդարացել է, ես ուզում էի փրկել նրան, բայց փրկել ումից, բեմական զուգընկերուհուց, անցյալից, թե այն խոստումներից, որոնք ինքն էր վաճառել Ամերիկայի սրահներին։ Նա Արտաշեսի կողքին հայտնվել էր ոչ մի անգամից, սկզբում պարզապես օգնում էր, բերում էր մեքենա, պայմանավորվում էր երաժիշտների հետ, հիշեցնում էր հանդիպումների ժամերը, սեղանին դդնում էր սուրճը այնպիսի հոգատարությամբ, որ շրջապատը նրան վստահեց։ Այդպիսի մարդիկ մտնում են կյանք ոչ թե դռան հարվածով, այլ փոքր ծառայություններով։ Եվ երբ ուշքի ես գալիս, պարզվում է քո օրացույցը, զանգերը, պայմանավորվածությունները եւ երբեմն նաեւ գաղտնիքները արդեն նրանց ձեռքում են։ Արտաշեսը, ըստ պատմողների, այդ շրջանում նրան լսում էր ավելի շատ, քան նախկինում լսել էր փորձառու երաժիշտներին։ Մոտ մարդը խոսում էր պարզ, բայց անընդհատ կրկնում էր նույն միտքը. եթե հիմա չգնաս, ուշ կլինի։ Այդ նախադասությունը դարձավ ասեղ, որը օրերով խրվում էր հոգնած մարդու գիտակցության մեջ։ Ուշ կլինի գումարի համար, ուշ կլինի առողջության համար, ուշ կլինի անունի համար։ Բեմական զուգընկերուհու համար նա պահում էր ուրիշ դեմք։ Նրա առաջ ասում էր, ամեն ինչ դեռ քննարկվում է, ոչինչ վերջնական չէ, պետք չէ լարվածություն ստեղծել։ Բայց ըստ որոշ վկայությունների, նույն երեկոներին նա զանգում էր ամերիկյան կողմին եւ ներկայացնում էր Արտաշեսին արդեն որպես առանձին ծրագիր։ Եթե սա ճիշտ է, ապա դավաճանությունը ոչ թե զգացմունքային թուլություն էր, այլ երկկողմանի խաղ, մեկին հույս տալ, մյուսի անունով պայմանավորվել։ Ամենասուր միջադեպը կապված է այն գումարի հետ, որը ըստ կուլիսային պատմության պետք է պահվեր ճանապարհի եւ առաջին ելույթների կազմակերպման համար։ Ծրարներից մեկը, ասում են, անցել էր հենց այդ վստահված մարդու ձեռքով։ Հետո երբ հարցրել են որքան մնաց, պատասխանները սկսել են փոխվել։
Մի օր ծախսվել է փաստաթղթերի վրա, հաջորդ օրը փոխանցվել է սրահի կանխավճար, երրորդ օրը պահվում է ապահով տեղում։ Ոչ ոք բաց հաշվետվություն չտեսավ։ Իսկ 90-ականների այն խառն ժամանակներում կորած գումարը շատ հեշտ էր բացատրել. ճանապարհ, միջնորդ, հրավեր, վիզայի համար օգնություն, հյուրանոցային երաշխիք։ Փողը, որ պետք է լիներ փրկության գործիք, դարձավ կախվածության մեկ այլ շղթա։ Քանի շատ էր անհետանում, այնքան Արտաշեսը ավելի էր պարտավորվում գնալ։ Որովհետև հետ կանգնելը կնշանակեր ոչ միայն չկատարել խոստումը, այլև բացել մի հաշիվ, որի թվերը ոչ ոք չէր ուզում ցույց տալ։ Այդտեղ է նրա հոգեբանական քայքայումը տեսանելի դառնում։ Նա սկսեց փակել պատուհանները, երբ խոսում էին հեռախոսով։ Խնդրում էր ցածրաձայն խոսել նույնիսկ տանը, վախենում էր, որ ինչ-որ մեկը շուտ կիմանա ծրագրի մանրամասները։ Մարդիկ դա մեկնաբանում էին որպես զգուշություն, բայց ավելի մոտիկից դա հիշեցնում էր մարդու վախ, որը արդեն չի հասկանում, ով է իրեն պաշտպանում, ով է օգտագործում, ով է պարզապես սպասում իր ստորագրությանը։ Մի գիշեր, ըստ հարազատ շրջապատի պատմածի, Արտաշեսը ցանկացել է զանգել բեմական զուգընկերուհուն եւ վերջապես պարզ խոսել։ Նա վերցրել է հեռախոսը, հավաքել է համարի մի մասը, հետո դադարել։ Մոտ մարդը, որ ներկա էր, իբր ասել է. «Հիմա մի զանգիր, նա կխանգարի, կսկսի համոզել, իսկ դու նորից կընկնես անցյալի մեջ»։ Այս բառերը կարող են թվալ խորհուրդ, բայց իրականում դրանք կտրում էին վերջին կամուրջը։ Այդ չկատարված զանգը դարձավ պատմության ամենացավոտ չասված խոսված խոսքերից մեկը։ Գուցե եթե նա զանգեր, գուցե եթե բացատրեր, գուցե եթե ասեր. «Ես վախենում եմ, ես հոգնել եմ, ես չգիտեմ ինչպես ապրել»։ Ամեն ինչ այլ կերպ կդասավորվեր։ Բայց նրա կողքին կանգնած մարդը շահ ուներ, որ ոչ թե խոսակցություն լինի, այլ փաստ։ Խոսակցությունը կարող էր փոխել որոշումը, փաստը միայն պարտադրել ընդունել այն։ Երկրորդ դավաճանությունը տեղի ունեցավ ըստ նույն աղբյուրների, ազդագրերի եւ հրավերների մակարդակում։ Ամերիկյան կողմին ուղարկված նյութերի մեջ օգտագործվել էին նրանց համատեղ տարիների լուսանկարները, որpիսի կարոտած հանդիսատեսը ճանաչեր անունը, բայց պայմանավորվածության մեջ ընդգծվում էր միայն Արտաշեսի մասնակցությունը։ Այսինքն դուետի հիշողությունը վաճառվում էր, իսկ դուետի մյուս ձայնը դուրս էր մնում գործարքից։ Դա առավել դաժան էր, որովհետև մնացող կնոջ կերպարը դարձնում էր գովազդային ստվեր, առանց իրավունքի, առանց խոսքի, առանց ճանապարհի։ Երբ նա իմացավ կամ գոնե զգաց դա, ըստ մոտ մարդկանց, այլևս չէր վիճում ինչպես վիրավորված գործընկեր։ Նա պարզապես լռեց, այնպիսի լռությամբ, որից մարդիկ ավելի շատ էին վախենում, քան աղմուկից։ Փորձի ժամանակ նա կատարում էր իր մասը անթերի, բայց հետո արագ հեռանում էր, ծաղիկները թողնելով սեղանին։ Կանայք հաճախ այդպես են պաշտպանվում, երբ նրանցից խլում են ոչ թե սիրելի մարդուն միայն, այլ ամբողջ բեմական արժանապատվությունը։ Մոտ մարդը, սակայն, շարային շարունակում է շրջել հաղթողի պես։ Նա արդեն խոսում էր թռիչքի ժամերի, հանդիպողների, առաջին երեկոյի սրահի, հնարավոր հոնորարների մասին։ Արտաշեսին նա ներկայացնում էր որպես մարդ, ում պետք է ազատել հին կապանքներից, բայց նրա խոսքերի տակ այլ բան էր լսվում. պետք է հասցնել, մինչև ինչ-որ մեկը կանգնեցնի։ Այդ օրերին Արտաշեսը փորձեց կատարել վերջին վերադարձի նման մի շարժում։ Նա համաձայնեց մի փոքր համերգի, որտեղ հույս ուներ բեմական զուգընկերուհու հետ երգել այնպես, ինչպես հին օրերին, կարծես մեկ երեկոյով հնարավոր էր վերականգնել այն, ինչ ամիսներով քանդվել էր։ Սրահը մեծ չէր, պատերը խոնավությունից մգացած էին, բայց այնտեղ հավաքված մարդիկ հենց նրանց էին սպասում, միասին, նույն հին երգով, նույն հին շնչով։ Առաջին երգը անցավ գրեթե հրաշքի նման։ Նա գտավ ձայնի հին երանգը։ Նա պահեց նրա տողը։ Դահլիճում կանայք լաց եղան առանց ամաչելու։ Մի քանի րոպե թվաց, թե պատմությունը դեռ կարող է հետ շրջվել, թե չար միջնորդները, կորած գումարները, անավարտ զանգերը, բոլոր ստերը կարող են պարտվել երկու ձայնի առաջ։ Բայց երկրորդ երգի մեջ Արտաշեսը հանկարծ ուշացավ իր մուտքից։ Դա փոքր ուշացում էր, հազիվ նկատելի, բայց բեմում այն հավասար էր անթունդի։ Զուգընկերուհին արագ վերցրեց տողը, փրկեց երգը եւ դահլիճը ոչինչ չհասկացավ։ Իսկ նա նայեց նրան այնպիսի հայացքով, որտեղ միաժամանակ կար շնորհակալություն, ամոթ եւ վերջնական պարտություն։ Այդ պահից հետո վերջին վերադարձը դարձավ վերջին ապացույցը, որ նախկին այլևս չի պահվում։ Համերգից հետո մոտ մարդը շտապեց խոսել ոչ թե այդ փրկված պահի մասին, այլ ճանապարհի։ Նա ասաց. «Տեսար, կարողացար, հիմա ավելի վստահ պետք է գնանք»։ Նա նույնիսկ այդ փլուզումը վերածեց փաստարկի իր ծրագրի օգտին։
Եթե մարդը բեմում քիչ էր մնում կորցներ բառը, ուրեմն պետք էր հեռացնել նրան այն բեմից, որտեղ բառերը հիշեցնում էին պարտք եւ բաժանում։ Սա էր դավաճանության գագաթը։ Մարդը, որ պետք է պաշտպաներ Արտաշեսին եւ գոնե մեկ անգամ ասեր. «Կանգ առ, խոսիր, փակիր այս ցավը մաքուր ձևով», հակառակը արեց։ Արագացրեց հեռացումը, խորացրեց լռությունը, օգտագործեց նրա հոգնածությունն ու վախը որպես ստորագրության թանակ։ Եվ եթե այս վկայությունները գոնե մասամբ ճշմարիտ են, ապա մեկ տոմսի վրա գրված էր Արտաշեսի անունը, բայց այն ձեռքերը, որ նրան հրեցին դեպի այդ տոմսը, շատ ավելի մոտ էին, քան հանդիսատեսը կարող էր պատկերացնել։ Երբ ամենամոտ մարդը քեզ համոզում է, որ փրկությունը սկսվում է մեկ ուրիշին լռեցնելով, դա փրկություն է, թե արդեն դավաճանության ամենասառը ձևը։ Իսկ այն պահին, երբ թվում էր անձնական դավաճանությունն արդեն բավական է այս պատմությունը կոտրելու համար, հայտնվեց ավելի մեծ, ավելի սառը պատ, ցուցակ, որի մասին տարիներով խոսում էին միայն կուլիսների ծխոտ անկյուններում։ Ըստ հին հեռուստատեսային աշխատակիցներից մեկի, մի օր խմբագրական սենյակում սեղանին դրվեց թուղթ, որտեղ որոշ անունների կողքին մատիտով նշումներ կային. չհրավիրել, հետաձգել, փոխարինել։ Այդ թուղթը պաշտոնական հրաման չէր կոչվում, որովհետև այդպիսի բաները հաճախ հրաման չեն կոչվում, բայց բոլորը հասկանում էին, սա վերևից եկած ցանկություն է։ Արտաշեսի անունը, ասում են, այդտեղ դեռ չէր ջնջվում, բայց նրանց համատեղ դուետի անունը արդեն անհարմար էր դարձել։ Ինչու պիտի մի զույգ, որ տարիներ շարունակ լցրել էր դահլիճ-ահլիճները, հանկարծ դառնար անհարմար եթերի համար։ Ով էր որոշել, որ բաժանված իրականությունը պետք է նաև բաժանվի հիշողությունից։ Այդ ժամանակ հեռուստատեսությունը սովորական էկրան չէր։ Այն ժողովրդական հիշողության պահոց էր, միակ լուսավոր պատուհանը շատ տների համար, որտեղ ձմռանը մարդիկ ծածկոցներով նստում էին եւ սպասում սիրելի ձայներին։ Եթե անունը հեռացվում էր եթերից, դա պարզապես ծրագրի փոփոխություն չէր։ Դա նշանակում էր մարդուն կամ զույգին դանդաղ հանում են ընդհանուր ընտանեկան սեղանից։ Աղբյուրը, որը տարիներ անց պատմում էր այդ ցուցակի մասին, զգուշորեն էր խոսում։ Նա չէր ասում, թե դա բացահայտ արգելք էր, Այլ ավելի նուրբ բան, խորհուրդ, որին չհետևելը կարող էր վնասել քո աշխատանքին։ Այդպես էին գործում կուլիսային որոշումները, առանց կնիքի, առանց ստորագրության, բայց բոլորի համար հասկանալի ծանրությամբ։ Եթե ասում էին ավելի լավ է հիմա չդնել նրանց կատարումը, խմբագիրը հասկանում էր, որ ավելի լավ է իսկապես չդնել։ Պատճառը, ըստ տարբեր խոսակցությունների, կարող էր լինել ոչ միայն մեկնելը։ 90-ականների մշակութային շուկայում յուրաքանչյուր արտիստի շուրջ ձևավորվում էին ազդեցության փոքր խմբեր, եւ ով դուրս էր գալիս մեկ խմբի վերահսկողությունից, կարող էր հանկարծ կորցնել դահլիճ, եթեր, հրավեր։ Արտաշեսի մեկնումը խառնում էր հաշվարկները, բայց մնացող կնոջ ներկայությունը նույնպես վտանգավոր էր, որովհետև նա կենդանի հիշեցում էր այն բանի, որ Ամերիկա տարվող առանձին լեգենդը կիսատ ճշմարտություն է։ Այդ պատճառով, ըստ կուլիսային վկայությունների, սկսեցին ավելի քիչ հնչել նրանց համատեղ կատարումները։ Ոչ մի մեծ հայտարարություն չեղավ, պարզապես մի օր երգը փոխարինվեց ուրիշ երգով։ Հաջորդ անգամ նրանց հին տեսագրությունը մնաց պահոցում։ Հետո մի հաղորդման մեջ Արտաշեսի անունը հիշատակվեց առանձին, իսկ զուգընկերուհու անունը անցողիկ, ասես պատահական ուղեկից լիներ, ոչ թե մի ամբողջ դարաշրջանի կեսը։ Սա հիշողության ջնջման գործընթաց էր։ Ոչ այրում էին ժապավենները, ոչ կոտրում էին ձայնապնակները, ոչ էլ արգելում էին մարդկանց տոտանը լսել հին երգերը։ Պարզապես պաշտոնական տարածքից նրանց միասնական պատկերը դանդաղ դուրս էր մղվում, որպիսի նոր պատմությունը ավելի հեշտ ընդունվի։ Իսկ նոր պատմությունը հարմար էր։ Նա գնաց, նա նոր կյանք սկսեց, մնացածը անցյալ է։ Բեմական զուգընկերուհին այդ ամենը զգում էր ամեն օր։ Նրան կարող էին կանչել առանձին միջոցառման, բայց խնդրել չանդրադառնալ հին դուետին շատ երկար։ Կարող էին ասել. ժամանակը քիչ է, հիմա ուրիշ երգեր են պետք, ժողովուրդը նոր բան է ուզում։ Բայց որ ժողովուրդն էր այդպես որոշել, եթե նույն ժողովուրդը տներում դեռ պահում էր նրանց ձայնագրությունները եւ հարսամիքներին խնդրում էր հենց այդ հին երգերը։ Այդտեղ նա փորձեց իր վերջին պոկումը անել։ Ըստ մոտ մարդկանց, նա որոշեց վերադառնալ բեմ ոչ որպես լքված կես, այլ որպես առանձին ձայն։ Պատրաստեց նոր երգացանք, հանեց պահարանից մուգ զգեստ, որի վրա փոքրիկ փայլեր կային, փորձեց փոխել մազերի ձևը,
Կարծես արտաքին փոփոխությունը կարող էր համոզել իրեն, որ ներսում էլ նոր կյանք է սկսվում։ Բայց բեմը, որը տարիներ շարունակ սովոր էր նրան տեսնել Արտաշեսի կողքին, դաժան է լինում միայնակ կանգնած մարդու հանդեպ։ Առաջին վերադարձի երեկոն, ասում են, սկսվեց մեծ հույսով։ Դահլիճում նստած էին նրանք, ովքեր դեռ սիրում էին նրան, ովքեր եկել էին ոչ թե սկանդալ լսելու, այլ տեսնելու, արդյոք կարելի է փրկել ձայնը, երբ զույգի մյուս կեսը հեռու է։ Նա դուրս եկավ հանգիստ, պահեց գլուխը բարձր, առաջին երգը երգեց մաքուր, նույնիսկ ավելի խորը, քան առաջ։ Բայց դահլիճի լռության մեջ կար մի հարց, որից նա չէր կարող փախչել։ Իսկ նա որտեղ է։ Երկրորդ երգից առաջ Միկին առաջին շարքերից, չարություն չունենալով, պարզապես կարոտից, բարձրաձայն խնդրեց հին դուետային երգը։ Այդ խնդրանքը հարվածեց ավելի ուժեղ, քան քննադատությունը։ Երգչուհին ժպտաց, ասաց, որ այսօր ուրիշ ծրագիր է, եւ շարունակեց։ Բայց ականատեսներից մեկը հիշում էր, նրա ձեռքը մի պահ դողաց միկրոֆոնի վրա։ Վերջին վերադարձը չփլվեց աղմուկով, այն փլվեց ներսից, ինչպես տունը, որի հիմքը տարիներով թրջվել է ու մի օր պարզապես սկսում է նստել։ Նա երգեց մինչև վերջ, ստացավ ծափեր, բայց այդ ծափերը այլևս այն չէին։ Դրանք հարգանքի ծափեր էին, կարեկցանքի ծափեր, ոչ թե այն խելահեղ ուրախությունը, որ երբեմի զույգն էր առաջացնում։ Հաջորդ շաբաթ նախատեսված մեկ այլ ելույթ ըստ պատմությունների հետաձգվեց։ Պաշտոնապես կազմակերպչական պատճառով։ Կուլիսներում սակայն խոսում էին, որ վերևից խորհուրդ է տրվել չխորացնել հին թեման, չբացել բաժանման ցավը, չստեղծել հարցեր Արտաշեսի ամերիկյան ծրագրերի շուրջ։ Այդպես, սև ցուցակը դառնում էր ոչ թե միայն անունների ցուցակ, այլ զգացմունքների վերահսկման մեխանիզմ։ Արտաշեսն այդ պահին արդեն ապրում էր մեկնելու վերջին օրերի մեջ, բայց այս լուր արգելափակումը հարվածում էր նաև նրան։ Որովհետև եթե հեհայրենի եթերում նրանց համատեղ անցյալը դառնում էր անհարմար, ապա օվկիանոսից այն կողմ նա կարող էր ներկայանալ ավելի մաքուր, ավելի առանձին, ավելի հեշտ վաճառվող պատմությամբ։ Հին ցավը մնում էր այստեղ, իսկ այնտեղ գնում էր մշակված կերպարը։ Բայց ոչ մի ցուցակ չի կարող ամբողջությամբ ջնջել այն, ինչ ժողովուրդը պահում է սրտում։ Տմերում դեռ պտտվում էին կասետներ, հին ռադիոձայնագրություններ, հարսանիքների մաշված տեսագրություններ, որտեղ նրանք կողք կողքի էին։ Պաշտոնական եթերը կարող էր լռել, բայց խոհանոցներում, ավտոբուսներում, արտագաղթի ճամպրուկների մեջ դրանց երգերը շարունակում էին ապրել որպես ցավոտ ապացույց, որ իրական հեքիաթը կիսատ թողեցին։ Սակայն մարդու համար, որը մնացել էր բեմում, ժողովրդական հիշողությունը բավարար հաց չէր, բավարար ապաստան չէր, բավարար պաշտպանություն չէր։ Նրան պետք էր աշխատել, երգել, ապրել, ապացուցել, որ ինքը ոչ թե լքված ստվեր է, այլ ինքնուրույն ճակատագիր։ Իսկ համակարգը, միմիջնորդները, անհարմար ցուցակները եւ կիսատ ներկայացվող պատմությունը կարծես կրկնում էին նույնը։ Դու չպետք է չափազանց բարձր խոսես, որովհետև քո ցավը խանգարում է ուրիշի նոր կյանքին։ Այդտեղ այս պատմությունը դուրս է գալիս մեկ զույգի սահմաններից եւ դառնում ամբողջ սերնդի հայելի։ Քանի կին մնաց 90-ականներին նույնպիսի լռության մեջ։ Տղամարդը գնաց, զանգերը սակավացան, փողի խոստումները չփրկեցին հոգին, իսկ շրջապատը խորհուրդ տվեց արժանապատիվ լռել։ Քանի ընտանիք դարձավ պաշտոնական գեղեցիկ բացատրության զոհ։ Նա գնում է ժամանակավոր, նա կկարգավորի, հետո ամեն ինչ լավ կլինի։ Արտաշեսի մեկ տոմսը այս պատմության մեջ արդեն միայն օդանավի տեղ չէր։ Այն դարձավ մի համակարգի, մի շրջապատի, մի վախեցած ժամանակի փաստաթուղթ, որտեղ մեկ մարդու փրկությունը կարող էր կառուցվել մյուսի լռության, երրորդի շահի եւ չորրորդի հրահանգի վրա։ Եվ երբ սրահները դեռ հիշում էին նրանց միասին, ինչ որտեղ վերևում արդեն որոշում էին, ինչպես պատմել նրանց առանձին։ Վերջին անգամ, երբ նրանց հին կատարումներից մեկը հանվեց մի հաղորդման ցանկից, ըստ աղբյուրի, խմբագիրը պարզապես ասաց. «Հիմա այդ երգը տեղին չէ»։ Տեղին չէ, ինչ սառը արտահայտություն մի երգի համար, որի տակ մարդիկ ամուսնացել էին, ճանապարհել էին զային զավակներին, լացել էին մութ տարիներին։ Բայց հենց այդ սառնությամբ էլ պատմությունները ջնջվում են, ոչ թե միանգամից, այլ ծրագիր առ ծրագիր, լռություն առ լռություն։ Եվ եթե իսկապես կար այդ անտեսանելի ցուցակը, այդ վերևից իջած հուշումը, այդ ցանկությունը, բաժանված զույգի ցավը չթողնել էկրանին, ապա ում էր ավելի պետք այդ լռությունը։ Հեռացող Արտաշեսին, նրան ուղարկող մարդկանցին, թե մի համակարգի, որը վախենում էր, որ ժողովուրդը հանկարծ կհասկանա, իր սիրած հեքիաթը ոչ թե ավարտվել է, այլ կազմակերպված կերպով խլվել իրենից։
Եվ այդ լռությունը, որին բոլորը սովորել էին ինչպես մութ սենյակի սառնությանը, վերջում բացեց ամենաանհարմար հարցը. ուր կորավ այն ամենը, ինչ պիտի մնար նրանց տարիների փառքից։ Արտաշես Ավետյանի անունը տարիներ շարունակ լցրել էր դահլիճներ։ Նրա ձայնի համար վճարում էին հարսանիքներում, համայնքային երեկոներում, արտասահմանյան հավաքներում։ Բայց երբ նրա ճանապարհը մոտեցավ իր վերջին հանգրվանին, ըստ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրների, հաշիվների եւ փաստաթղթերի շուրջ սկսվեց խուլ խառնաշփոթ։ Ոսկե ժամանակրենի մարդը, որի երգերը կարող էին մի ամբողջ սրահ կանգնեցնել ոտքի, հանկարծ ներկայացվեց որպես գրեթե դատարկ ձեռքերով մնացած մեկը։ Ոմանք մեղադրում էին 90-ականների քաոսը, ոմանք ամերիկյան ծախսերը, ոմանք էլ շշնջում էին այն նույն վստահված մարդու անունը, որը տարիներ առաջ ամենաբարձր ձայնով խոսում էր փրկության մասին։ Կային ծրարներ, կային կանխավճարների խոսակցություններ, կային անհետացած գրառումներ եւ չպատասխանված հարցեր։ Եթե ամեն ինչ օրինական էր եւ մաքուր, ինչու նույնիսկ ցավակցական օրերին մարդիկ չէին կարողանում հանգիստ խոսել փողի եւ փաստաթղթերի մասին։ Օդանավակայանի դուռը նրա հետևից փակվեց այնպես, ինչպես փակվում են ոչ թե ճամփորդության, այլ մի ամբողջ դարաշրջանի դռները։ Նա գնաց միայնակ, իսկ այստեղ մնացած կինը, այն ձայնը, որ տարիներ շարունակ հավասար կանգնել էր նրա կողքին, պիտի շարունակեր ապրել մի քաղաքում, որտեղ յուրաքանչյուր փողոց կարող էր հիշեցնել համատեղ երգի բառերը։ Հրաժեշտի տեսարանը, ըստ մի քանի պատմողների, մեծ դրամատիկ գրկախառնություն չի ունեցել։ Ավելի շատ եղել է սառած լռություն, արագ քայլեր, ճամպրուկի անիվների ձայն, եւ այն անտանելի զգացումը, որ ասելիքը շատ է, բայց ժամանակը արդեն ուրիշի ձեռքում է։ Առաջին ամիսներին Ամերիկայից եկող լուրերը դեռ փայլուն էին հնչում։ Ասում էին, նրան դիմավորել են, նրան լսել են, սրահներում մարդիկ լացել են, երբ հայկական հին երգը հնչել է օտար քաղաքի մեջ։ Այդ լուրերը Երևան էին հասնում ուշացած հեռախոսազանգերով, ծանոթների բերանով, երբեմն ձայնագրված կասետներով, որոնք շրջում էին ձեռքից ձեռք։ Բայց այդ փայլի տակ շատ արագ սկսեց երևալ ուրիշ իրականություն։ Օվկիանոսից այն կողմ կար կարոտ, բայց կար նաև շուկա։ Հայկական երգը այնտեղ սրբություն էր միայն առաջին բաժակի, առաջին արցունքի եւ առաջին ծափի պահին։ Հետո սկսվում էր հաշվարկը, ով վճարեց, ով կազմակերպեց, ով վերցրեց իր բաժինը, ով մնաց պարտք։ Արտաշեսը հայտնվեց մի աշխարհում, որտեղ նրան սիրում էին որպես հայրենիքի ձայն, բայց այդ սերը հաճախ անցնում էր ռեստորանների խոհանոցների, տոնական սրահների եւ փակ բանակցությունների միջով։ Այստեղ էր, որ նախկին վստահված մարդը վերջնականապես ցույց տվեց իր իրական դեմքը։ Ըստ մի քանի համայնքային պատմությունների, հենց նա էր սկզբում պահում կապերը, պայմանավորվում ելույթների մասին, խոստանում կարգավորել բնակության, փաստաթղթերի, վճարումների հարցերը։ Նա առաջվա պես ասում էր. ամեն ինչ իմ վերահսկողության տակ է, բայց աստիճանաբար Արտաշեսը սկսեց հասկանալ, որ վերահսկողությունը նշանակում է նաև կախվածություն։ Նա այլևս չէր տեսնում ամբողջ գումարը, ամբողջ ծրագիրը, ամբողջ պայմանավորվածությունը։ Նա լսում էր միայն այն, ինչ իրեն թույլ էին տալիս լսել։ Առաջին մեծ ճեղքը, ըստ աղբյուրների, բացվեց մի երեկոյից հետո, երբ սրահը լեփ-լեցուն էր, մարդիկ մոտենում էին, համբուրում նրա ձեռքը, խնդրում հին դուետային երգերը, բայց երեկոյի վերջում հոնորարի շուրջ խոսակցությունը դարձավ անհասկանալի։ Ասվեց, ծախսեր շատ կային, սրահի վարձ կար, երաժիշտներ կային, ճանապարհ կար, միջնորդավճար կար։ Արտաշեսը լուռ լսել է, հետո միայն հարցրել. իսկ իմ բաժինը որտեղ է։ Այդ հարցին ասում են. պատասխանել են երկար բացատրություններով, բայց ոչ թվերով։ Այսպես սկսվեց օտարության երկրորդ բանտը։ Հայաստանում նա փախչում էր սառը դահլիճներից, կուլիսային շշուկներից եւ քանդվող դուետի ստվերից։ Իսկ Ամերիկայում հայտնվեց նոր կախվածության մեջ, արդեն ուրիշ մարդկանց օրացույցից, ուրիշների մեքենաներից, ուրիշների խոստումներից։ Փրկության ճանապարհը դարձավ երկար միջանցք, որի վերջում լույս կար, բայց դռների բանալիները նրա ձեռքում չէին։ Այդ ընթացքում Երևանում մնացած կինը ապրում էր մի ուրիշ անհետացման հետ։ Նրա կողքից հեռացել էր ոչ միայն գործընկերը, այլ նաև իր անցյալի մի մասը, որը շարունակվում էր վաճառվել առանց իրեն։ Սփյուռքի սրահներում մարդիկ խնդրում էին այն երգերը, որտեղ նրա ձայնն էլ էր եղել, բայց բեմի վրա կանգնած էր միայն Արտաշեսը։ Նա լսում էր այս մասին եւ ըստ մոտ մարդկանց երկար ժամանակ ոչինչ չէր ասում։ Հպարտությունը երբեմն ցավի ամենավերջին ապաստանն է։ Տարիների ընթացքում գումարների եւ ժառանգության շուրջ հարցերը մթնեցին։ Արտաշեսի ունեցածը չէր չափվում միայն դրամով։ Կային ձայնագրություններ, հերինակային իրավունքներ,
հին պայմանագրեր, լուսանկարներ, համերգային նյութեր, անունի վրա կառուցված հրավերներ։ Բայց երբ այդ ամենը պետք է դառնար կարգավորված հիշողություն, պարզվեց շատ բան կամ չկա, կամ ուրիշների մոտ է, կամ երբեք չի գրանցվել այնպես, որ հետո հնարավոր լինի պաշտպանել։ Վստահված մարդը, որի ձեռքերի միջով անցել էին առաջին ամերիկյան կապերը, ըստ պատմողների, հետագայում հեռացավ ստվեր։ Ոմանք ասում էին, նա հարստացավ թոքր բիզնեսներով եւ երբեք բաց չխոսեց անցյալի մասին։ Ոմանք պնդում էին, իր սեփական գործերն էլ փլուզվեցին, եւ նա մնաց այնպիսի մարդու պես, որին այլևս ոչ ոք լիովին չէր վստահում։ Բայց ամենադաժանը սա էր. նա երբեք հրապարակային պատասխան չտվեց այն հարցին, թե ինչու Արտաշեսի փրկության անունով սկսված ճանապարհը այդքան քիչ հանգստություն բերեց հենց Արտաշեսին։ Մնացող կնոջ համար այդ անհետացած ժառանգությունը ավելի խոր իմաստ ուներ։ Նա ոչ թե միայն գումար էր կորցրել, այլ ապացույցներ, որ իր ձայնը նույնպես եղել է այդ պատմության սիրտը։ Երբ հին կատարումները հիշվում էին առանց նրա, երբ լուսանկարներում նրան կտրում էին կողքից կամ ներկայացնում որպես անցած շրջանի դեկոր, դա երկրորդ լքումն էր։ Առաջինը տղամարդն էր արել 1 տոմսով, երկրորդը հիշողության շուկան։ Իսկ եթե տարիների փառքից հետո վերջում մնացին միայն խառնված հաշիվներ, անհետացած թղթեր եւ կարոտով լցված կասետներ, ապա ում ձեռքում էր իրական ժառանգությունը՝ արվեստագետների, ժողովրդի, թե այն մարդկանց, որոնք միշտ կանգնած էին բեմի կողքին, բայց երբեք չէին երգում։ Ամերիկայում, ըստ այնտեղ նրան տեսածների պատմությունների, Արտաշեսը ուներ մի փոքր սենյակ, որի մասին հայրենիքում շատերը չէին իմանում։ Այն չէր նմանվում աստղային բնակարանի։ Պատին կախված էր մի հին բաճկոն, անկյունում դրված էր ճամպրուկ, որը երբեք ամբողջությամբ չէր դատարկվում, իսկ պատուհանից երևում էր օտար քաղաքի փողոցը, լայն, լուսավոր, բայց անսովոր լուր հայ մարդու ներսի համար։ Գիշերները այնտեղ երբեմն հավաքվում էին մի քանի ծանոթներ, խոսում էին ելույթներից, գումարից, փաստաթղթերից, բայց հետո, երբ բոլորը գնում էին, մնում էր միայն ձայնագրիչի կարմիր փոքրիկ լուկլույսը։ Ասում են, հենց այդ սենյակում նա լսում էր հին դուետային կատարումները եւ կեսից անջատում, կարծես չէր դիմանում սեփական անցյալին։ Դա թաքստոց էր, հիվանդասենյակ, թե մի մարդու իրական տուն, որը բեմում դեռ երգում էր, բայց ներսում արդեն ապրում էր անուղելի բաժանման մեջ։ Այդ սենյակի մասին պատմողներից մեկը հիշում էր ամեն մանրուք՝ սուրճի դառը հոտը, պատուհանի գոգին դրված դեղերի փոքր տուփը, սևանին բացված նամակները, որոնցից մի քանիսի վրա հայկական ձեռագիր էր երևում։ Արտաշեսը, ըստ նրա, չէր սիրում, երբ հյուրերը երկար էին մնում։ Սկզբում խոսում էր քաղաքավարի, հետո լռում էր, իսկ եթե ինչ-որ մեկը հին բեմական զուգընկերուհու անունն էր տալիս, ձեռքը տանում էր դեպի ձայնագրիչը եւ անջատում երաժշտությունը։ Օտարության մեջ մարդը հաճախ իր երկրորդ կյանքն է կառուցում ոչ թե ազատությունից, այլ ամոթից։ Արտաշեսը կարող էր ելույթ ունենալ, ծափեր ստանալ, սեղանների մոտ լսել «Մեր սիրտը բերեցիր հայրենիքից», բայց հետո վերադառնալ այդ փոքր սենյակ եւ հասկանալ, որ հայրենիքն իր հետ չի եկել։ Հայրենիքը մնացել էր այն կնոջ ձայնի մեջ, այն կուլիսների հոտի մեջ, այն քաղաքում, որտեղ նրա հեռանալուց հետո ուրիշ լռություն էր սկսվել։ Ըստ համայնքային մարդկանց, նա ժամանակ առ ժամանակ փորձում էր իրեն համոզել, որ ամեն ինչ ճիշտ է արել։ Ասում էր. «Կյանքն էր ստիպել, ժամանակներն էին այդպիսին, ես ուրիշ ընտրություն չունեի»։ Բայց արդարացումները, որքան էլ տրամաբանական լինեն, գիշերվա ժամերին կորցնում են իրենց ուժը։ Գիշերը մարդը մնում է ոչ թե պատճառների, այլ հետևանքների հետ։ Այդ թաքուն սենյակում նա, ինչպես պատմում են, պահում էր մի քանի հին լուսանկարներ։ Մեկում նրանք երկուսով կանգնած էին բեմի վրա, երիտասարդ, անխոցելի, դեռ չբաժանված։ Լուսանկարի եզրերը մաշված էին, հավանաբար բազմիցս բռնված մատների պատճառով։ Մի անգամ այցելուներից մեկը նկատել է, որ այդ նկարը դրված էր ոչ թե ալբոմում, այլ դաշնամուրի նոտաների մեջ, կարծես նա ուզում էր եւ պահել, եւ թաքցնել այն միաժամանակ։ Հայաստանում մնացած կնոջ կյանքն այդ տարիներին դարձավ դանդաղ, երկար մենություն։ Նա չէր անհետացել միանգամից, չէր փակել բոլոր դռները, չէր հրաժարվել երգից ցուցադրական ձևով, բայց նրա շուրջը տարածվել էր այն ծանր լռությունը, որը ճանաչում են լքված կանայք, երբ բոլորը քեզ հարգում են, բայց ոչ ոք չի ուզում լսել քո իրական պատմությունը, որովհետև այն անհարմար է ուրիշների հուշերի համար։ Նա երբեմն ելույթ էր ունենում, երբեմն ընդունում էր հրավերներ, բայց ամեն անգամ հին երգերի խնդրանքը վերածվում էր փորձության։ Եթե երգեր, մարդիկ կարտասվեին,
եւ նորից կհիշեին բացակայող ձայնը։ Եթե չէր գեր, կասեին, որ նեղացել է, չի կարողանում ներել, փակում է անցյալը։ Այսպիսով նա հայտնվել էր մի բեմի վրա, որտեղ ցանկացած ընտրություն ցավ էր պատճառում։ Օտարության գաղտնի սենյակը եւ Երևանի մենակ տունը կարծես երկու հայելիներ լինեին։ Մի կողմում տղամարդ, որը հասավ այն ափին, որի մասին այնքան խոսել էին, բայց չկարողացավ ամբողջությամբ ազատվել անցյալից։ Մյուս կողմում կին, որը մնաց այնտեղ, որտեղ ամեն ինչ սկսվել էր, բայց չկարողացավ ամբողջությամբ ապրել առանց այն ձայնի, որից իրեն բաժանեցին։ Նրանց միջև օվկիանոս կար, բայց ավելի սարսափելի էր լռության տարածությունը։ Մի քանի անգամ, ըստ տարբեր պատմությունների, խոսք է եղել վերադարձի կամ գոնե համատեղ մեկ վերջին ելույթի մասին։ Սփյուռքում դա կլիներ մեծ իրադարձություն, Հայաստանում հուզիչ հաշտություն, գուցե ուշացած, բայց անհրաժեշտ։ Սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարել է։ Մեկ անգամ փաստաթղթեր, մեկ անգամ առողջական վիճակ, մեկ անգամ կազմակերպիչների անհամաձայնություն, մեկ անգամ էլ պարզապես չարտասանված վիրավորանք, որը ոչ ոք չէր համարձակվում բացել։ Եվ այստեղ կրկին հայտնվում է նախկին վստահված մարդը։ Ըստ մի աղբյուրի, հենց նա է որոշ պահերի խանգարել ուղիղ կապին, ասելով՝ հիմա պետք չէ, հինը բացելը օգուտ չի տա, մարդիկ սխալ կհասկանան։ Բայց իրականում հինը բացելը կարող էր ցույց տալ, թե ով ինչ էր վերցրել այս պատմությունից։ Ով փող, ով անուն, ով լռություն, ով մենակություն։ Արտաշեսի երկրորդ կյանքում կային նաև հպարտության պահեր։ Նա երգել է մարդկանց համար, որոնք տարիներով հայրենիքի հոտ էին փնտրում երգի մեջ։ Նրա ձայնը կարող էր սրահում նստած ծեր տղամարդուն վերադարձնել իր գյուղի ճանապարհին, կնոջը երևանյան պատշգամբին, երիտասարդին ծնողների պատմած երկրին։ Այդ պահերին նա դեռ մեծ էր, դեռ սիրելի էր, դեռ կարողանում էր իր ներսի կոտրվածքը վերածել ուրիշների կարոտի բժշկության։ Բայց որքան շատ էր նա երգում հայրենիքի մասին, այնքան ավելի դժվար էր դառնում վերադառնալ սեփական որոշման ճշմարտությանը։ Որովհետև հայրենիքի մասին երգող մարդը գիտի, հայրենիքը նաև մարդիկ են, որոնց թողել ես։ Եվ երբ այդ մարդկանցից մեկը ոչ թե պարզապես գործընկեր էր, այլ քո ձայնի կեսը, քո բեմական ճակատագրի կենթանի վկան, ապա ոչ մի ծափ չի կարող լիովին մաքրել լռության մեղքը։ Ասում են, կյանքի ուշ շրջանում նա ավելի քիչ էր խոսում մեծ ծրագրերից։ Նախկինում Ամերիկան հնչում էր որպես փրկություն, հետո դարձավ սովորական հոգնություն, ճանապարհ, սրահ, փորձ, հիվանդոր, ուշացած վճարում, անպատասխան զանգ։ Մարդը, որը մեկնել էր բացելու նոր դուռ, տարիների ընթացքում հայտնվեց բազմաթիվ փոքր դռների առաջ, որոնցից ոչ մեկը տուն չէր տանում։ Իսկ Հայաստանում մնացած կինը իր մենության մեջ կարծես վերածվեց լուռ մեղեդու։ Նա ապրում էր առանց մեծ աղմուկի, առանց հրապարակային մեղադրանքների, առանց այն տեսակի սկանդալի, որը կարող էր թեթևացնել հոգին, բայց աղտոտել հիշիշողությունը։ Գուցե հենց այդ արժանապատիվ լռությունն էր ամենածանրը, որովհետև երբ մարդը չի գոռում, շրջապատը հաճախ մտածում է, թե նա այլևս չի ցավում։ Այդ երկու գաղտնի վայրերը, Օտար քաղաքի փոքր սենյակը եւ Երևանի մենակ տունը, այս պատմության իրական բեմն էին վերջին տարիներին։ Ոչ հեռուստատեսային ստուդիան, ոչ լեփ-լեցում դահլիճը, ոչ ռեստորանային ծափերը։ Այնտեղ էին նրանք իրական։ Մեկը իր չբացված ճամպրուկի կողքին, մյուսը իր չերկված երգերի հետ։ Եվ եթե մարդը փախչում է բեմական հեքիաթից դեպի նոր կյանք, բայց իր ամենագաղտնի սենյակում դեռ պահում է այն լուսանկարը, որտեղ կանգնած է իր լքած ձայնի կողքին, կարելի է ասել, որ նա իսկապես հեռացել էր։ Արտաշեսի մասին հին պատմողները ասում էին, որ նա ուներ մի փոքրիկ սովորություն, որը սկզբում թվում էր գեղեցիկ քմահաճույք, հետո անհանգստացնող նշան։ Բեմ դուրս գալուց առաջ նա երբեմն դիպչում էր մի փոքր խաչի կամ հին մատանու, որն ասում էին բերել էր հայրենիքից, գուցե մոր օշնության հետ, գուցե առաջին մեծ հաջողության օրերից։ Ամերիկայում նրան տեսածներից մեկը հիշում էր, երբ ելույթից առաջ այդ նշանը չէր դտնում, դեմքը փոխվում էր, կարծես կորցրել էր ոչ թե իր, այլ ժամանակի հենարանը։ Իսկ կյանքի վերջին շրջանի պատմությունների մեջ այդ նշանը մի օր անհետանում է։ Ոմանք ասում էին կորավ տեղափոխության ժամանակ, ոմանք մնաց որևէ ծանոթի տանը, իսկ ամենամութ շշուկը կապում էր այն նույն մարդկանց հետ, ովքեր վաղուց տնօրինում էին նրա թղթերն ու գումարները։ Եթե մի մարդ տարիներով հավատացել է փոքրիկ նշանի պաշտպանությանը, ինչ է զգում, երբ վերջին օրերին այդ նշանն էլ այլևս իր մոտ չէ։
Սովորաբար մենք չենք սիրում հավատալ նախանշաններին, բայց արվեստագետների կյանքում դրանք հաճախ դառնում են ոչ թե մոգություն, այլ հոգեբանական վերջին հենակ։ Երբ մարդը կորցրել է տունը, հին բեմը, վստահությունը, երբ իր անունի շուրջ շատերը արդեն իրենց շահերն են կառուցել, նա կարճում է ամենափոքր բանից։ Մի մատանի, մի խաչ, մի լուսանկար, մի ձայնագրություն կարող են դառնալ այն վերջին կամուրջը, որ կապում է նրան ինքն իր հետ։ Արտաշեսը, ըստ պատմությունների, կյանքի վերջին տարիներին ավելի սնահավատ էր դարձել։ Նա չէր սիրում, երբ համերգից առաջ սրահում խոսում էին վատ լուրերի մասին, չէր հանդուրժում, երբ ինչ-որ մեկը նստում էր իր բաճկոնի վրա, երբեմն խնդրում էր չփոխել երգերի հերթականությունը, որովհետև ասում էր՝ այդպես է պետք։ Մարդիկ դա բացատրում էին տարիքով, հոգնածությամբ, առողջական վախերով, բայց գուցե իրականում նա փորձում էր վերահսկել գոնե մի բան մի կյանքում, որտեղ ամենակարևոր որոշումները վաղուց իր փոխարեն էին կայացրել։ Այդ փոքրիկ նշանի անհետանալու պատմությունը իր շուրջը հավաքեց նոր շշուկներ։ Մի կին, որ ներկա է եղել նրա ուշ շրջանի ելույթներից մեկին, պատմում էր, որ նա բեմից առաջ անհանգիստ փնտրում էր ինչ-որ բան գրպաններում և պայուսակում։ Երբ չեն գտել, փորձել են հանգստացնել, ոչինչ, հետո կգտնվի։ Նա, ըստ այդ վկայության, միայն ասել է. երբ բաները սկսում են կորչել, մարդիկ էլ են կորչում։ Այդ նախադասությունը հնչում է գրեթե մարգարեության պես։ Նրա կյանքից արդեն կորել էին շատ բաներ՝ համատեղ բեմը, վստահությունը, մաքուր հաշվետվությունը, Հայաստան վերադառնալու թեթև հնարավորությունը, այն անկեղծ խոսակցությունը, որը երբեք չկայացավ։ Նշանի կորուստը կարծես փոքրիկ, բայց անողոք ամփոփում էր այդ ամենի։ Երբ արտաքին առարկան անհետանում է, ներսի փլուզումը դառնում է տեսանելի։ Հայաստանում այդ նույն տարիներին մնացած կնոջ մասին էլ էին պատմում խորհրդավոր մանրուքներ։ Ասում էին, նա երբեմն պաղում էր հին համերգային զգեստը, բայց չէր ուզում հագնել։ Երբ ռադիոյով պատահաբար հնչում էր նրանց երգը, մի պահ կանգ էր առնում, հետո շարունակում իր գործը, կարծես սովորել էր սրտին հրամայել։ Նրա մոտ էլ կար իր նշանը, ոչ թե մատանի, այլ ձայնը, որը նա չթողեց կոտրվի։ Նույնիսկ երբ կյանքը փորձեց նրան դարձնել ուրիշի պատմության քցորդ։ Վերջին անգամ, երբ Արտաշեսը հիշատակեց հայրենիքի բեմը, ըստ մի մտերիմի, նրա խոսքում չկար հաղթանակ։ Նա չի ասել «ես ճիշտ արեցի», չի ասել «ես ոչ մեկին պարտք չեմ»։ Ասել է մոտավորապես այն, որ ամեն մարդ իր գնալու գինը ուշ է հասկանում։ Այս խոսքը, եթե այն իսկապես ասվել է, նրա ամբողջ ողբերգության բանալին է, որովհետև գնալու պահին մարդը հաշվում է ճանապարհը, իսկ տարիներ անց թողած մարդկանց դեմքերը։ Նրա ճանապարհը ավարտվեց օտարության մեջ, ոչ այն աղմուկով, որով սկսվել էին Ամերիկայի խոստումները, այլ ավելի խոնարհ, ավելի մարդկային լռությամբ։ Մարդիկ հիշեցին երգերը, պատմեցին դահլիճների մասին, ասացին մեծ ձայն էր, մեծ ժամանակ էր, բայց շատ քչերը բարձրաձայնեցին այն կնոջ մասին, որը մնաց այդ ժամանակի մյուս կեսը և որի մենակությունը դարձավ այս պատմության ամենաերկար հետերքը։ Դռները վերջնականապես փակվեցին ոչ մի օրում։ Նախ փակվեց օդանավակայանի դուռը, հետո համատեղ եթերի դուռը, հետո անկեղծ խոսակցության դուռը, հետո այն փոքրիկ սենյակի դուռը, որտեղ Արտաշեսը լսում էր անցյալն ու կեսից անջատում ձայնագրիչը։ Իսկ վերջինը փակվեց այն դուռը, որի հետևում մնաց կնոջ մենակությունը, մինչև կյանքի վերջը, առանց այն մեծ խոստացված վերադարձի, առանց հաշտության մեծ տեսարանի, առանց ժողովրդի առաջ ասված պարզ ներողության։ Վստահված մարդը, այս պատմության ամենամութ կազմակերպիչը, չհայտնվեց դատարանի դռների առաջ և չստացավ կինոյի նման պատիժ։ Կյանքը հաճախ այդքան արդար չի լինում։ Ըստ տարբեր պատմությունների նա շարունակեց ապրել իր կապերով, հետո կորցրեց մի մասը, փոխեց շրջանակներ, հեռացավ այն մարդկանցից, որոնք հիշում էին հին գործերը։ Նրա անունը մնաց ոչ թե պաշտոնական մեղադրանքի մեջ, այլ մարդկանց հիշողության մութ անկյունում, որպես այն տեսակ մարդ, որը կարողացավ ուրիշի փառքի, վախի և կարոտի վրա կառուցել իր փոքր իշխանությունը։ Իսկ Արտաշես Ավետյանի անունը մնաց ուրիշ կերպ։ Մնաց երգերի մեջ, հին կասետներում, սփյուռքի խնջույքների ուշ ժամերին, երբ մարդիկ արդեն հոգնած են լինում և հանկարծ խնդրում են այն երգը, որը վերադարձնում է իրենց երիտասարդությունը։ Բայց այդ անունի կողքին միշտ լսվում է նաև բացակայող ձայնը, որովհետև որքան էլ փորձեցին նրանց բաժանել թղթերով, տոմսով, եթերով ու լռությամբ, ժողովրդի հիշողությունը մինչև վերջ չընդունեց այդ բաժանումը։ Այս պատմությունը հեշտ չէ դատել։ Արտաշեսը միայն դավաճան չէր, ինչպես նրանք կարող են տեսնել ցավի միջից։ Նա նաև իր ժամանակի զոհն էր,
90-ականների փլուզված երկրի, արտագաղթի խելագար ալիքի, միջնորդների սառը հաշվարկի, հիվանդության վախի և տղամարդկային հպարտության։ Բայց զոհ լինելը միշտ չէ, որ մաքրում է թողած վերքը։ Երբ դու փրկվում ես մեկ տոմսով, իսկ մեկ ուրիշը մնում է ամբողջ կյանքով պատասխանելու երկուսիդ լռության համար, պատմությունը չի փակվում։ Մնացած կնոջ մենակությունը դարձավ այն վերջնական հայելին, որի մեջ հայկական հանդիսատեսը կարող է տեսնել սեփական 90-ականները։ Քանի ընտանիք բաժանվեց նույն կերպ՝ մեկ տոմս, մեկ ճամպրուկ, մեկ խոստում, հետո երկար լռություն։ Քանի կին, քանի մայր, քանի սիրելի մարդ մնաց ոչ թե պաշտոնապես լքված, այլ սպասման մեջ փակված։ Եվ քանի երկ դարձավ այն միակ տեղը, որտեղ մարդիկ դեռ կարող էին հանդիպել նրանց, ովքեր իրական կյանքում այլևս չվերադարձան։ Գուցե հենց այդ պատճառով այս պատմությունը մինչ այսօր ցավ է տալիս։ Ոչ միայն որովհետև քանդվեց մեծ դուետը, այլ որովհետև դրա մեջ մենք ճանաչում ենք մեր տները, մեր օդանավակայանները, մեր չկայացած զանգերը, մեր այն հարազատներին, որոնք գնացին, ասելով ժամանակավոր է, եւ դարձան հեռավոր ձայն հեռախոսագծի վրա։ Արտաշեսի մեկ տոմսը ոչնչացրեց ոչ միայն բեմական զույգի ապագան։ Այն բացեց մի վերք, որի անունն էր «Գնացողը միշտ իր հետ տանում է ավելին, քան ճամպրուկը»։ Եվ հիմա ամենադժվար հարցը մնում է մեզ։ Արտաշես Ավետյանը զոհ էր իր ժամանակի, շրջապատի եւ այն մարդկանց, որոնք նրա վախը դարձրին գործարք, թե նա ինքը ընտրեց այն ճանապարհը, որի վերջում մեկ ուրիշը մնաց մենակ մինչև կյանքի ավարտը։ Կարող ենք ներել մարդուն, որը երգով բուժել է մեր կարոտը, բայց իր սեփական լռությամբ կոտրել է մեկ ուրիշի ճակատագիրը։ Ընկերներ, իսկ դուք ինչպես եք վերաբերվում Արտաշես Ավետյանին։ Նա ավելի շուտ համակարգի, շրջապատի եւ արտագաղթի դաժան ժամանակների զոհ էր, թե ինքն էլ մեղավոր էր իր ճակատագրի համար։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում։ Մեզ համար կարևոր է իմանալ, հիշում են նրան ձեր քաղաքում, ձեր ընտանիքում, ձեր հին կասետների ու լուսանկարների մեջ։ Եթե ուզում եք, որ նման պատմությունները պատմվեն առանց շպարի, բայց մարդկային ցավը հարգելով, հավանեք այս տեսանյութը եւ բաժանորդագրվեք մեր ալիքին։